Շքեղ հյուրանոցում մի մաքրուհու նվաստացնում են Ազատում աշխատանքից ճիշտ այն օրը, երբ նա ամեն ինչ վտանգել էր անծանոթ երեխայի կյանքը փրկելու համար։ Մի քանի րոպե անց քաղաքի ամենահզոր մարդը պարզում է, որ իր որդու կյանքը պահպանվել է միայն այն աշխատակցուհու շնորհիվ, որին իր սեփական ղեկավարներն էլ էին որպես օգտագործելի հեռացվող։ Երբ նրանց ճանապարհները խաչվում են սովորական մի հրապարակում, անսպասելի առաջարկը բացում է դուռ դեպի նոր կյանք, բայց նա դեպի գաղտնիքներ, նախանձ իրավական պայքար, որը կարող է ամեն ինչ կործանել։ Ասթմայի նոպաների, ցավալի հիշողությունների մի սիրո միջով, որը ծնվում է այնտեղ, որտեղ ոչ ոք չէր սպասում, այս պատմությունը ցույց է տալիս, թե որքան հեռու կարող է տանել իսկական բարությունը։ Նախքան այս երկրորդ հնարավորությունների պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, դնել լայք գրել, որ քաղաքից եք դիտում։ Մարիամն արթնացավ Զարթուցիչից առաջ, ինչպես միշտ։ Դեռ լուսաբաց չէր երանում, Մալաթիա Սեբաստիայի իր փոքրիկ բնակարանի պատուհանից նա տեսնում էր քաղաքի առաջին թրթռացող լույսերը։ Հունվարի սառը օդը ներս էր խուժում վատ փակվող պատուհանի ճեղքից, բայց նա ուշադրություն չէր դարձնում։ Ավելի կարևոր անհանգստություններ ուներ։ Դանդաղ վեր կացավ, որ չարթնացնի իր 3 տարեկան դստերը, Սոֆիային, որը քնած էր, ամուր սեղմելով իր մաշված թավշե արջուկը, որն իր ամեն գիշերվա ուղեկիցն էր։ Այդ խաղալիքը հոր նվերն էր, այն վերջին օրերին, երբ նա դեռ մոտ էր, նախքան հեռանալն ու այլս երբեք չվերադառնալը։ Մարիամը նայեց քնած աղջկան, զգաց այն ճնշող ցավը կրծքում, որն ամեն առավոտ էր գալիս։ Անսահման սիրո բավարար չլինելու վախի խառնուրդ։ Սոֆիան ավելին էր արժանի, քան այս մեկսենյականոց բնակարանը, ավելին, քան ձեռքից ձեռք անցած հագուստները, ավելին, քան երկրորդ ձեռքի խաղալիքները, որոնք Մարիամը կարողանում էր գնել օգտագործված իրերի շուկաներից։ Բայց սա այն էր, ինչ նա կարող էր առաջարկել։ Եվ ամեն օր, հագնելով Grand Hotel երան ի մաքրարարուհու մուգ կապույտ համազգեստը, նա ինքն իրեն կրկնում էր, որ այս ամենը ժամանակավոր է։ Մի օր ամեն ինչ կլավանա։ Պետք է որ լավանա։ Նա արագ լոգանք ընդունեց, սուրճ պատրաստեց, դստերն արթնացրեց դեմքին համբույրներ դրոշմելով։ Սոֆիան բացեց իր շագանակագույն, դեռ քնաթաթախ աչուկները ժպտաց։ Այդ ժպիտը ամեն ինչի արժեր։ Մարիամը հագցրեց նրան, նախաճաշ տվեց, տարավ տիկին Սաթենիկի տուն, թոշակառու հարանուհու, որն օրվա ընթացքում խնամում էր աղջկան։ Տիկին Սաթենիկը Աստծո բարք էր Մարիամի կյանքում։ Թանկ չէր վերցնում Սոֆիայի հետ, վարվում էր այնպես, կարծես իր թոռնուհին լիներ։ Դուրս գալուց առաջ Մարիամն ամուր գրկեց դստերը։ Շուտով կվերադառնամ, սեր իմ։ Մայրիկը քեզ շատ է սիրում, լավ։ Սոֆիան ձեռքով արեց, Մարիամը վազելով դուրս եկավ, ավտոբուս նստելու։ 2 տրանսպորտ էր պետք մինչ կենտրոն թաղամաս, որտեղ գտնվում էր հյուրանոցը։ Նա միշտ շուտ էր հասնում, քանի որ գիտեր, որ ցանկացած ուշացում կարող էր իր աշխատանքի գինն ունենալ։ Կառավարիչը, պարոն Արշակը, խիստ անհամբեր մարդ էր։ Ներողություններ չէր ընդունում, անկախ պատճառից։ Մարիամն արդեն տեսել էր, թե ինչպես են գործընկերներին ազատում 10 րոպե ուշանալու համար։ Այդ ռիսկին չէր կարող դիմել։ Դա իր միակ եկամտի աղբյուրն էր։ Երբ հասավ հյուրանոց, Արն արդեն սկսել էր լուսավորել թաղամասի էլեգանտ ճակատները։ Grand Hotel երանը Երանի ամենաշքեղ հյուրանոցներից էր, 15 հարկով տպավորիչ կառուցվածքով, որը վախեցնում էր դրսից նայողին։ Մարիամը, ինչպես միշտ, մտավ հետի դռնից, բարեց անվտանգության աշխատակցին, ուղիղ գնաց հանդերձարան, հագուստը փոխելու։ Հագավ համազգեստը, շագանակագույն մազերը հավաքեց, կոկիկ սանրվածքով վերցրեց մաքրության սայլակը։ Նրա հատվածը 12-րդ հարկն էր, հյուրանոցի ամենաթանկը, որտեղ գտնվում էին նախագահական համարները։ Դա նա ամենապահանջկոտ հարկն էր։ Հյուրերը հարուստ էին, հաճախ ամբարտավան, ակնկալում էին, որ ամեն ինչ անթերի լինի։ Մարիամն աշխատանքը սկսեց գլխավոր միջանցքից, փոշեկուլով մաքրելով գորգը, սրբելով հայելիներն ու լուսամփոփները։ Աշխատում էր զգուշությամբ, ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի։ Գիտեր, որ մեկ բողոքը կարող էր ճակատագրական լինել։ Մաքրելու ընթացքում մտածում էր Սոֆիայի մասին։ Մտածում էր, թե որքան լավ կլիներ նրան զբոսայգի տանել, նոր զգեստ գնել, գուցե նույնիսկ հաջորդ տարի իսկական ծննդյան խնջույք կազմակերպել։ Պարզ բաներ, որոնք անհնարին էին թվում իր ստացած աշխատավարձով։ Հենց նոր էր ավարտում 1203 համարի մաքրությունը, երբ ծառայողական միջանցքից տարօրինակ ձայն լսեց։ Դա խեղդվող, հուսահատ հազ էր։ Մարիամը գցեց հատակի լաթը, վազեց դեպի դուռը։
Ծառայողական միջանցքը նեղ էր ու վատ լուսավորված, օգտագործվում էր միայն աշխատակիցների կողմից, հարկերի մեջ տեղաշարժվելու համար, առանց հյուրերի կողմից նկատվելու։ Երբ բացեց դուռը, մի տղա տեսավ։ Նա մոտ 7 տարեկան կլիներ, հագին թանկարժեք մետաքսե գիշերանոց ուներ կարմրել էր, ձեռքերը դրել էր վզին, փորձելով անհաջող շնչել։ Աստված իմ։ Մարիամը վազեց նրա մոտ։ Տղան խեղդվում էր, աչքերը սարսափից լայն բացված։ Նա շուրջը նայեց, օգնություն փնտրելով, բայց ոչ ոք չկար։ Միջանցքը դատարկ էր։ Այդ ժամանակ տեսավ տղայի կողքին գետնին ընկած կապույտ ինհալյատորը։ Նա վերցրեց այն, անմիջապես ճանաչեց, թե ինչ է դա, ծնկի իջավ տղայի կողքին։ Հանգիստ, հրեշտակս, հանգիստ։ Ես քեզ կօգնեմ։ Մարիամը ինհալյատորների հետ որոշակի փորձ ուներ, քանի որ երեխաներից մեկը, ում խնամում էր տիկին Սաթենիկը, նույնպես ասթմա ուներ։ Նա գիտեր, որ պետք է արագ գործել։ Ներարկեց դեղաչափերը, տղային հանգիստ պահեց, սեղմեց իր կրծքին, սպասելով, որ դեղն ազդի։ Տղան դողում էր, արցունքները հոսում էին դեմքով։ Մարիամը շոյեց նրա մազերը, մեղմ խոսեց, փորձեց հանգստացնել նրան։ Դանդաղ շնչիր, կանցնի։ Ամեն ինչ լավ կլինի։ Տղայի շնչառությունը սկսեց կարգավորվել։ Դեմքի գույնը վերականգնվեց։ Նա դադարեց դողալ։ Մարիամը շարունակում էր պահել նրան, զգալով իր սեփական սրտի արագ բաբախյունը։ Նա հենց նոր էր փրկել այդ երեխայի կյանքը։ Տղան նայեց նրան դեռս սարսափած աչքերով համարյա անլսելի շշնջաց շնորհակալություն։ Նա ժպտաց զգուշորեն սրբեց նրա դեմքի արցունքները։ Անունդ ի՞նչ է։ Գաբրիել։ Ուրախ եմ, Գաբրիել։ Ես Մարիամն եմ։ Ավելի լավ ես քեզ զգում։ Տղան գլխով արեց։ Մարիամը հարցրեց, թե որ համարում է նա մնում, բայց մինչ Գաբրիելը կհասցներ պատասխանել, մի ձայն արձագանքեց միջանցքում։ Ինչ է կատարվում այստեղ։ Մարիամը շրջվեց, տեսավ կառավարչին, պարոն Արշակին, կանգնած ծառայողական միջանցքի դռան մոտ, դեմքին դժգոհության արտահայտությամբ։ Նրա հետում կանգնած էր հարկի վերահսկիչը, տիկին Հրանուշը, ձեռքերը խաչած խիստ հայացքով։ Պարոն Արշակ, տղան վատ էր զգում, նա։ Մարիամը փորձեց բացատրել, բայց կառավարիչը ընդհատեց նրան ձեռքի կտրուկ շարժումով։ Դուք լքել եք ձեր աշխատատեղը։ Գրկախառնված եք անչափահաս հյուրի հետ թաքնված միջանցքում։ Սա բոլորովին անպատշաճ է։ Մարիամը զգաց, թե ինչպես է հողը փախչում իր ոտքերի տակից։ Անպատշաճ։ Նա փրկել էր տղային։ Գաբրիելը փորձեց խոսել, բայց կառավարիչը ուշադրություն չդարձրեց։ Միայն հրամայեց վերահսկիչին տղային հետ տանել իր համարը, Մարիամին հրամայեց իրեն հետել մինչ կադրերի բաժին։ Ճանապարհը մինչ կադրերի բաժին Մարիամի կյանքի ամենաերկարն էր։ Նա մի քանի անգամ փորձեց բացատրել, թե ինչ է պատահել, բայց ոչ ոք չցանկացավ լսել։ Բաժնում 2 վարչական աշխատակից սառն ընդունեցին նրան։ Նրան հանձնեցին արդարացի հիմքով աշխատանքից ազատման նամակ։ Մեղադրանքները անհեթեթ էին, աշխատատեղի լքում անչափահաս հյուրի հետ անպատշաճ շփում։ Մարիամը փորձեց պաշտպանվել, ասաց, որ փրկել է տղային, որ նա խեղդվում էր, բայց աշխատակիցները միայն կրկնեցին, որ կանոնները հստակ են, որ նա խախտել է արձանագրությունը։ Բայց նա կարող էր։ Կարող չէ։ Դուք պետք է հավաքեք ձեր իրերը, անմիջապես հեռանաք հետի դռնից։ Մարիամը զգաց, թե ինչպես են արցունքները այրում իր աչքերը, բայց թույլ չտվեց, որ դրանք թափվեն այդ մարդկանց առաջ։ Վերցրեց իրեն տված ստվարաթղթե տուփը, գնաց հանդերձարան, հավաքեց իր սակավաթիվ իրերը, հյուրանոցից դուրս եկավ հետի դռնից, կարծես հանցագործ լիներ։ Նվաստացումը անտանելի էր։ Նա ճիշտ բան էր արել, կյանք էր փրկել, պատժվում էր, կարծես հանցագործություն գործած լիներ։ Նա աննպատակ քայլում էր կենտրոնի փողոցներով, տուփը սեղմած կրծքին։ Արն արդեն բարձր էր, մարդիկ շտապով անցնում էին, անտարբեր նրա հուսահատության նկատմամբ։ Մարիամը մտավ մի այգի, նստեց ծառի ստվերում գտնվող նստարանին։ Միայն այդ ժամանակ թույլ տվեց, որ արցունքները թափվեն։ Լուր լաց էր լինում, մտածելով Սոֆիայի մասին։ Ինչպես էր ասելու դստերը, որ կորցրել է աշխատանքը։ Ինչպես էր վճարելու վարձը, սնունդը, հաշիվները։ Խնայողություններ չուներ։ Ամեն ամիս ապրում էր սահմանագծին։ Այս ազատումը աղետ էր։
Մինչ Մարիամը լաց էր լինում այդ այգում, քաղաքի մեկ այլ վայրում Ռուբեն Ալավերդյանը իր կյանքի ամենավատ օրն էր ապրում։ Նա Գրանդ հոթել Երան-ի սեփականատերն էր, 42 տարեկան, հաջողակ հարգված գործարար։ Բայց այդ պահին այդ ամենը կարևոր չէր։ Կարևորն այն էր, որ իր որդին Գաբրիելը դուրս էր եկել նախագահական համարից առանց որևէ մեկի նկատելու քիչ էր մնում խեղդվեր ծառայողական միջանցքում։ Ռուբենն այդ առավոտ եկել էր հյուրանոց որոշ վարչական հարցեր լուծելու, երբ զանգ ստացավ կառավարչից, որ Գաբրիելը ասթմայի նոպա է ունեցել։ Գործարարը թողեց ամեն ինչ, վազեց դեպի համար։ Որդուն գտավ անկողնում պառկած, դեռ գունատ, բայց նորմալ շնչող։ Դայակը մի կին, ում Ռուբենը վերջերս էր վարձել, նյարդայնացած էր, ասում էր, որ ընդամենը մի քանի րոպեով էր դուրս եկել նախաճաշ բերելու, երբ վերադարձել էր, Գաբրիելն արդեն սենյակում չէր։ Ռուբենը զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում իր ներսում։ Ինչպես էր նա ասթմայով տղային մենակ թողել։ Բայց պայթելուց առաջ ամուր գրկեց որդուն։ Գաբրիելը լավ էր։ Սա էր կարևորը։ Բայց Ռուբենը պետք է հասկանար, թե ինչ է պատահել։ Խնդրեց վերանայել անվտանգության տեսախցիկները։ Տեսագրություններում Ռուբենը տեսավ ամեն ինչ։ Տեսավ, թե ինչպես է Գաբրիելը հետաքրքրությունից դրդված դուրս գալիս համարից մոլորվում միջանցքներում։ Տեսավ, թե ինչպես է տղան սխալ դուռ բացում հայտնվում ծառայողական միջանցքում։ Տեսավ այն պահը, երբ նոպան սկսվեց, Գաբրիելը ծնկի իջավ, ինհալյատորը ընկավ ձեռքից։ Եվ հետո տեսավ կապույտ համազգեստով մի կնոջ, որը վազելով հայտնվեց։ Նա ծնկի իջավ Գաբրիելի կողքին, վերցրեց ինհալյատորը, զգուշորեն ներարկեց դեղաչափերը, տղային պահեց գրկում, մինչ նա նորից սկսեց շնչել։ Ռուբենը կոկորդում գունդ զգաց։ Այդ կինը փրկել էր իր որդու կյանքը։ Եթե նա չհայտնվեր, եթե արագ չգործեր, Գաբրիելը կարող էր։ Նա նույնիսկ չկարողացավ ավարտել միտքը։ Շրջվեց դեպի կառավարիչը, որը նրա կողքին կանգնած դիտում էր տեսագրությունները։ Ո՞վ է այս աշխատակցուհին։ Մարիամ Սիլվան է, պարոն։ Նա աշխատում էր 12-րդ հարկի մաքրության բաժնում։ Աշխատում էր։ Որտեղ է նա հիմա։ Կառավարիչը դժվարությամբ կուլ տվեց թուքը։ Ազատվել է աշխատանքից, պարոն։ Արդարացի հիմքով։ Ռուբենը զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Ինչ։ Մի քանի ժամ առաջ ազատվեց։ Նա լքել էր իր աշխատատեղը, անպատշաճ շփում էր ունեցել տղայի հետ։ Մենք հետել ենք արձանագրությանը։ Ռուբենը պայթեց։ Գոռաց կառավարչի վրա, նրան անպիտան անվանեց, ասաց, որ այդ կինը փրկել է Գաբրիելի կյանքը, որ նրան աշխատանքից ազատելը ամենաանհեթեթ բանն է, որ երբեք լսել է։ Կառավարիչը փորձեց արդարանալ, բայց Ռուբենը չցանկացավ լսել։ Հրամայեց անմիջապես գտնել Մարիամին։ Պետք է խոսեր նրա հետ, շնորհակալություն հայտներ, ուղղեր այդ անարդարությունը։ Հյուրանոցի անվտանգության աշխատակիցները դուրս եկան փնտրելու։ Ստուգեցին Մարիամի տվյալները, վերցրին հասցեն, բայց Ռուբենն ասաց, որ չի կարող սպասել։ Դուրս եկավ հյուրանոցից, սկսեց քայլել շրջակա փողոցներով։ Պետք է գտներ նրան։ Չէր կարողանում դադարել մտածել այն կնոջ պատկերի մասին, որը պահում էր Գաբրիելին, փրկում էր նրա կյանքը, մինչդեռ իր հայրը հեռու էր, աշխատում էր, գաղափար չունենալով այն վտանգի մասին, որին ենթարկվում էր որդին։ Այդ ժամանակ տեսավ մի կնոջ, որը նստած էր այգու նստարանին, գրկած ստվարաթղթե տուփ։ Նա հագին ուներ մուգ կապույտ համազգեստ։ Ռուբենն անմիջապես ճանաչեց համազգեստը։ Նա էր։ Դանդաղ մոտեցավ, չիմանալով, թե ինչպես սկսել խոսակցությունը։ Երբ մոտեցավ, Մարիամը բարձրացրեց դեմքը։ Աչքերը կարմրել էին լաց լինելուց։ Ներողություն անհանգստացնելու համար։ Դուք Մարիամ Սիլվան եք։ Մարիամը շփոթված գլխով արեց։ Ռուբենը նստեց նրա կողքին։ Իմ անունը Ռուբեն Ալավերդյան է։ Ես Գաբրիելի հայրն եմ։ Մարիամի աչքերը լայն բացվեցին։ Ռուբենը շարունակեց, ձայնը հուզմունքից դողալով։ Ես տեսա տեսախցիկների ձայնագրությունները։ Տեսա, թե ինչ եք արել։ Դուք փրկել եք իմ որդու կյանքը։ Եվ չնայած դրան, ձեզ աշխատանքից ազատել են։ Սա անընդունելի է։ Մարիամը զգաց, թե ինչպես են արցունքները վերադառնում, բայց այս անգամ դրանք թեթության արցունքներ էին։ Վերջապես մեկը հավատում էր նրան։ Մեկը տեսնում էր, որ նա ճիշտ բան էր արել։
Ես պարզապես արեցի այն, ինչ ցանկացած մարդ կաներ, պարոն։ Ոչ։ Դուք արեցիք այն, ինչ շատերը չէին անի։ Արագ գործեցիք, խիզախությամբ։ Գաբրիելը ողջ է ձեր շնորհիվ։ Ռուբենը հանեց դրամապանակը, վերցրեց առատաձեռն գումար մեկնեց Մարիամին։ Գիտեմ, որ սա բավարար չէ փոխհատուցելու այն, ինչ ձեզ հետ արեցին, բայց ուզում եմ երաշխավորել, որ գոնե կարողանաք վճարել վարձը հաշիվները առաջիկա ամիսներին, մինչ այլ աշխատանք գտնեք։ Մարիամը նայեց փողին, տատանվելով։ Դա շատ փող էր։ Ավելին, քան նա կվաստակեր 6 ամսվա աշխատանքով։ Բայց մինչ նա կհասցներ հրաժարվել, Ռուբենը շարունակեց. Եվ ուզում եմ մի առաջարկ անել։ Գիտեմ, որ սա կարող է տարօրինակ հնչել, բայց ինձ վստահելի մարդ է պետք Գաբրիելին խնամելու համար։ Մեկը, ով իսկապես հոգ կտանի նրա մասին։ Ուզում եմ, որ դուք աշխատեք ինձ մոտ։ Իմ տանը։ Որպես տնտեսուհի իմ որդու խնամակալ։ Մարիամը լուռ մնաց, մտածելով առաջարկի մասին։ Դա անիրական էր թվում։ Մի քանի ժամ առաջ նրան անարդարացիորեն աշխատանքից էին ազատում, իսկ հիմա միլիոնատեր գործարարը նրան աշխատանք էր առաջարկում իր տանը։ Գիտեմ, որ պետք է կասկածամիտ լինեք։ Բայց ես լուրջ եմ խոսում։ Ապրում եմ առանձնատանը Վահագնի թաղամասում։ Տունը մեծ է, ունի ամբողջական սպասավորի սենյակ, լոգարանով։ Դուք կունենաք ավելի լավ աշխատավարձ, քան հյուրանոցում, կանոնավոր հանգստյան օրեր, ամեն ինչ գրանցված։ Եվ եթե երեխաներ ունեք, կարող եք նրանց էլ բերել այնտեղ ապրելու։ Երեխաների մասին հիշատակումը ստիպեց Մարիամի սրտին արագ բաբախել։ Սոֆիա։ Նա մտածեց դստեր, փոքրիկ բնակարանի, ամեն օր հանդիպող դժվարությունների մասին։ Ես դուստր ունեմ։ 3 տարեկան է։ Հրաշալի։ Գաբրիելը կուրախանա ընկերակցության համար։ Նա միակ զավակն է ապրում է ինձ հետ մենակ, ամուսնալուծությունից հետո։ Կարծում եմ, լավ կլինի նրա համար, որ մեկ այլ երեխա լինի մոտակայքում։ Մարիամը նայեց Ռուբենի աչքերի մեջ։ Այնտեղ անկեղծություն կար։ Եվ կար նա խորը տխրություն, մի բան, որը նա ճանաչեց, քանի որ նույն տխրությունն էր կրում իր ներսում։ Նրանք երկու միայնակ մարդիկ էին, յուրաքանչյուրը փորձում էր խնամել մի երեխայի, առանց մեծ աջակցության։ Ինչու եք սա անում ինձ համար։ Որովհետև դուք փրկել եք այն, ինչն աշխարհում ամենաթանկն է ինձ համար։ Եվ որովհետև ես ճանաչում եմ բարի սիրտ ունեցող մարդուն, երբ տեսնում եմ նրան։ Մարիամը խորը շունչ քաշեց։ Դա ռիսկ էր։ Նա չէր ճանաչում այդ մարդուն։ Բայց գիտեր նա, որ շատ տարբերակներ չուներ։ Եվ ինչ-որ բան իր ներսում հուշում էր, որ սա հնարավորություն է, գուցե միակը, որ կունենա Սոֆիային ավելի լավ կյանք տալու համար։ Ես համաձայն եմ։ Ռուբենը ժպտաց, թեթացած։ Հրաշալի։ Երբ կարող եք սկսել։ Մարիամը մի պահ մտածեց։ Կարող եմ վաղվանից սկսել։ Պետք է վերցնեմ իմ իրերն ու դստերս։ Հիանալի։ Վաղը առավոտյան կուղարկեմ իմ վարորդին, ձեզ վերցնելու։ Տվեք ինձ հասցեն։ Ռուբենը գրեց Մարիամի հասցեն թղթի կտորի վրա, սեղմեց նրա ձեռքը հրաժեշտ տվեց։ Մարիամը մնաց նստած նստարանին, դեռ պահելով իրեն տված փողը, չկարողանալով հավատալ, թե ինչ էր հենց նոր տեղի ունեցել։ Նրա կյանքը ամբողջովին փոխվել էր մի քանի ժամվա ընթացքում։ Նրան ամենավատ ձով աշխատանքից էին ազատել, իսկ հիմա պատրաստվում էր նոր աշխատանք սկսել մի առանձնատանը, Սոֆիային իր հետ ապրելու հնարավորությամբ։ Երբ վերադարձավ տուն, ամեն ինչ պատմեց տիկին Սաթենիկին, որը հուզվեց ասաց, որ դա աստվածային օրհնություն է։ Մարիամը վերցրեց Սոֆիային գիրկը, ամուր գրկեց աղջկան շշնջաց նրա ականջին, որ իրենց կյանքը կփոխվի։ Նրանք ավելի լավ տեղ կունենան ապրելու համար, մայրիկը կկարողանա ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ։ Սոֆիան շատ բան չհասկացավ, բայց ժպտաց համբուրեց մոր դեմքը։ Այդ գիշեր Մարիամը հազիվ կարողացավ քնել։ Մտածում էր հաջորդ օրվա, առանձնատան, Ռուբենի, Գաբրիելի մասին։ Արդյոք ճիշտ որոշում էր կայացրել։ Արդյոք այդ մարդն իսկապես վստահելի էր։ Բայց ամեն անգամ, երբ կասկածն ի հայտ էր գալիս, նա մտածում էր իր կողքին քնած, հին արջուկին կառչած Սոֆիայի մասին։ Մտածում էր բոլոր այն գիշերների մասին, որոնք անցկացրել էր արթուն, անհանգստանալով փողի, ապագայի մասին։ Եվ հետո հիշում էր Ռուբենի անկեղծ հայացքը, այն իրական երախտագիտությունը, որը նա ցույց տվեց։ Պետք է վստահեր։
Պետք է հավատար, որ սա այն հնարավորությունն է, որին սպասում էր։ Հաջորդ օրը վարորդը ժամանեց պայմանավորված ժամին։ Դա մեծ հարմարավետ միկրոավտոբուս էր։ Մարիամն ու Սոֆյան նստեցին իրենց ունեցած սակավաթիվ ճամպրուկներով։ Սոֆյան հիացած էր մեքենայով, դիպչում էր ամեն ինչի, անդադար հարցեր էր տալիս։ Մարիամը փորձում էր հանգստություն պահպանել, բայց սիրտը արագ բաբախում էր։ Ճանապարհը մինչ Վահագնի թաղամաս շատ արագ թվաց։ Երբ միկրոավտոբուսը կանգ առավ մի հսկայական առանձնատան դիմաց, խնամված այգիներով տպավորիչ ճակատով, Մարիամը սարսուռ զգաց։ Այստեղ է։ Վարորդը ժպտաց։ Այո, տիկին։ Բարի գալուստ։ Մարիամը իջավ միկրոավտոբուսից, բռնած Սոֆյայի ձեռքը։ Մուտքի դուռը բացվեց, Ռուբենը հայտնվեց, ժպտալով։ Նրա կողքին կանգնած էր Գաբրիելը, հետաքրքրասեր աչքերը հառած Սոֆյային։ Բարի գալուստ։ Խնդրեմ, ներս մտեք։ Մարիամն ու Սոֆյան մտան տուն։ Ներսը նույնիսկ ավելի տպավորիչ էր, քան դրսից։ Ամեն ինչ շքեղ էր, էլեգանտ, բայց միևնույն ժամանակ հյուրընկալ։ Ռուբենը ցույց տվեց սենյակը, որտեղ նրանք պետք է ապրեին։ Այն մեծ էր, երկտեղանոց մահճակալով, կողքին, օրորոց, ընդարձակ պահարան առանձին լոգարան։ Սոֆյան վազեց դեպի մահճակալը թռչկոտեց, ծիծաղելով։ Մարիամը շուրջը նայեց, դեռ չհավատալով։ Այս ամենը իրական էր։ Եվ մինչ Ռուբենը բացատրում էր տան առօրյան, Գաբրիելի ժամանակացույցը, նրա նախասիրությունները, Մարիամն առաջին անգամ երկար ժամանակ անց զգաց մի բան, որը մոռացել էր, թե ինչ է հույս։ Գուցե իր կյանքն իսկապես կարող էր փոխվել։ Գուցե ճիշտ բան անելը, նույնիսկ դրա համար պատժվելով, ի վերջո արժեր դրան։ Առանձնատանը անցկացրած առաջին շաբաթները նման էին երազի, որից Մարիամը վախենում էր արթնանալ։ Ամեն ինչ այնքան տարբեր էր նրանից, ինչին նա սովոր էր, որ առաջին օրերին հազիվ էր կարողանում հանգստանալ։ Վաղ էր արթնանում, նույնիսկ առանց անհրաժեշտության, անհանգստանում էր ամեն ինչ կատարյալ անելու համար։ Ռուբենը հստակեցրել էր, որ նա ոչ միայն սպասուհի է, այլ տնտեսուհի Գաբրիելի խնամակալ, տարբեր պարտականություններով։ Այնուամենայնիվ, Մարիամը չէր կարողանում ազատվել այն զգացումից, որ պետք է ամեն պահ ապացուցի իր արժեքը։ Սոֆյան, ընդհակառակը, հարմարվեց զարմանալի հեշտությամբ։ Երկրորդ օրն արդեն վազվզում էր տանը, կարծես միշտ այնտեղ ապրած լիներ, ուսումնասիրելով յուրաքանչյուր սենյակ 3 տարեկան երեխայի բնական հետաքրքրասիրությամբ։ Իսկ Գաբրիելը, չնայած սկզբնական ամաչկոտությանը, շուտով հիացավ աղջկա ընկերակցությամբ։ Նրանք սկսեցին միասին խաղալ այգում, հավաքել փազլներ հյուրասենյակում, դիտել մուլտֆիլմեր, պառկած հեռուստասենյակի փափուկ գորգին։ Մարիամը ժպիտը դեմքին հետում էր այդ ընկերության ծնունդին։ Գաբրիելը քաղցր դաստիարակված տղա էր, բայց նկատելի էր, որ միայնակ է։ Քիչ էր խոսում, զուսպ շարժումներ ուներ, կարծես միշտ կշռադատում էր իր գործողությունները։ Սոֆյան, ընդհակառակը, մաքուր անմիջականություն էր։ Բարձր ծիծաղում էր, գրկում առանց թույլտվություն խնդրելու, րոպեում 1000 հարց էր տալիս։ Եվ ինչ-որ կերպ, Սոֆյայի այդ վարակիչ էներգիան սկսեց ավելի հաճախակի ժպիտներ կորզել Գաբրիելից։ Մի շաբաթ օր, երբ Մարիամը ընդարձակ ժամանակակից խոհանոցում երեխաների համար հետճաշիկ էր պատրաստում, այգուց ծիծաղի ձայներ լսեց։ Մոտեցավ պատուհանին, տեսավ Գաբրիելին ու Սոֆյային, որոնք ծառերի մեջ բռնոցի էին խաղում։ Տղան վազում էր աղջկա հետից, երկուսն էլ այնքան էին ծիծաղում, որ հազիվ էին կարողանում շնչել։ Մարիամը զգաց, թե ինչպես է սիրտը լցվում հուզմունքով։ Վաղուց էր, ինչ չէր տեսել իր դստերը այսքան երջանիկ։ Եվ նա վաղուց էր, ինչ Գաբրիելն այսքան թեթ, այսքան երեխայավարի չէր երում։ Ռուբենը հենց այդ պահին եկավ սենյակից, որտեղ ամբողջ օրն աշխատում էր իր նոութբուքով։ Կանգնեց Մարիամի կողքին, նույնպես նայեց պատուհանից։ Մի քանի վայրկյան նրանք կողք կողքի, լուր հետում էին երեխաներին։ Առաջինը Ռուբենը խախտեց լռությունը։ Շնորհակալություն։ Մարիամը շփոթված շրջվեց նրա կողմը։ Ինչի՞։ Համար։ Սրա համար։ Այս տանը կյանք բերելու համար։ Վաղուց էր, ինչ չէի տեսել իմ որդուն այսքան երջանիկ։ Մարիամը զգաց, թե ինչպես է դեմքը թեթակի կարմրում։ Չգիտեր, թե ինչ ասել։ Ռուբենը շարունակեց, հայացքը դեռ երեխաներին հառած։ Ամուսնալուծությունից հետո Գաբրիելը շատ փակվեց իր մեջ։ Կարծում եմ, նա կարոտում էր ամբողջական ընտանիք ունենալուն, գիտես։
Մի մոր, որը ներկա կլիներ մեկի, ով իսկապես հոգ կտաներ նրա մասին։ Փորձեցի դայակներ վարձել, բայց ոչ մեկը երկար չմնաց։ Բոլորը շատ պաշտոնական էին, հեռու։ Գաբրիելը երբեք կապ չհաստատեց նրանցից ոչ մեկի հետ։ Մարիամը լուռ լսում էր։ Ռուբենը կարծես խոսելու, սրտը բացելու կարիք ուներ։ Եվ նա հասկանում էր այդ կարիքը։ Բայց քեզ հետ այլ է։ Նա վստահում է քեզ։ Զգում է, որ դու իսկապես հոգ ես տանում։ Իսկ Սոֆյան։ Նա արի շողի պես է։ Լուսավորում է ամեն ինչ, որտեղով անցնում է։ Մարիամը ժպտաց։ Սոֆյան այդպիսին է։ Միշտ շատ աշխույժ է եղել, շատ քնքուշ։ Երբեմն մտածում եմ, որտեղից է նա այդքան ուրախություն վերցրել, որովհետև կյանքը հեշտ չի եղել մեզ համար։ Բայց կարծում եմ, երեխաներն այդ ունակությունն ունեն երջանկություն գտնել ամենապարզ բաներում։ Ռուբենը գլխով համաձայնեց։ Նրանց միջ հարմարավետ դադար տիրեց։ Մարիամը վերադարձավ գազօջախի մոտ, հետճաշիկը ավարտելու, իսկ Ռուբենը գնաց այգի երեխաներին կանչելու։ Այդ տեսարանը սովորական դարձավ հաջորդ օրերին։ Փոքրիկ պահեր, երբ Մարիամն ու Ռուբենը հանդիպում էին խոհանոցում, հյուրասենյակում, միջանցքում մի քանի խոսք փոխանակում երեխաների, օրվա կամ ոչ մի առանձնահատուկ բանի մասին։ Կարճ խոսակցություններ էին, բայց Մարիամը սկսեց նկատել, որ նրանց միջ աճող բնականություն կա։ Արդեն այնքան էլ վախեցած չէր զգում նրա ներկայությունից։ Ռուբենը նույնպես փոխվեց հաջորդող շաբաթների ընթացքում։ Նախկինում նա ուշ էր գալիս գրասենյակից, մենակ էր ընթրում սենյակում հազիվ էր տեսնում որդուն։ Հիմա սկսեց ավելի շուտ գալ։ Ընթրում էր հյուրասենյակի մեծ սեղանի շուրջ Մարիամի, Գաբրիելի, Սոֆիայի հետ։ Մասնակցում էր քնելուց առաջ խաղերին, օգնում Գաբրիելին դասերի հարցում, հանգստյան օրերին երեխաների հետ պահմտոցի էր խաղում։ Ամբողջ տունն ավելի կենդանի, ավելի երջանիկ էր թվում։ Մի գիշեր, երբ երեխաներին քնեցնելուց հետո Մարիամը խոհանոցում թեյ էր պատրաստում, Ռուբենը հայտնվեց, դեռ հագին աշխատանքային վերնաշապիկը, բայց թքերը ծալած փողկապը թուլացրած։ Նա հոգնած տեսք ուներ։ Կարող եմ ընկերակցել։ Մարիամը գլխով արեց։ Ռուբենը նստեց սեղանի մոտ, Մարիամը երկու բաժակ թեյ լցրեց։ Նրանք մի քանի րոպե լուռ թեյում էին։ Այս անգամ Ռուբենը սկսեց խոսակցությունը։ Կարող եմ անձնական հարց տալ։ Մարիամը թեթ անհարմարություն զգաց, բայց համաձայնեց։ Սոֆիայի հայրը։ Նա դեռ մոտակայքում է։ Մարիամը դանդաղ խառնեց թեյը, նայելով բաժակին։ Ոչ։ Նա հեռացավ, երբ իմացավ, որ ես հղի եմ։ Ասաց, որ պատրաստ չէ հայր լինելու, որ կյանքի համար այլ ծրագրեր ունի։ Այլս երբեք չվերադարձավ։ Սոֆյան նույնիսկ չգիտի, որ նա գոյություն ունի։ Նրա համար միշտ եղել ենք միայն ես ու ինքը։ Ցավում եմ։ Մարիամը ուսերը թոթվեց, փորձելով ուժեղ ելալ։ Սկզբում դժվար էր։ Շատ դժվար։ Բայց սովորեցի առաջ շարժվել։ Եվ Սոֆյան լավագույն բանն է, որ երբե պատահել է ինձ հետ։ Ոչ մի բանի համար չեմ զղջում։ Ռուբենը հիացավ այդ կնոջ ուժով։ Այնքան արժանապատվություն, այնքան խիզախություն կար նրա մեջ։ Իսկ դու… Ինչպես էր ամուսնալուծությունը։ Հերթը Ռուբենինն էր խորը հոգոց հանելու։ Մարիամը հասկացավ, որ դիպել է նուրբ կետի զղջած հարցի համար։ Ներիր, կարող ես չպատասխանել, եթե չես ուզում։ Ոչ, ամեն ինչ կարգին է։ Լավ է խոսել այդ մասին։ Ամուսնությունն ավարտվեց, որովհետև ես չափազանց բացակա էի։ Չափազանց շատ էի աշխատում։ Իմ նախկին կինը Ջուլիետան բողոքում էր, որ ես երբեք տանը չեմ, որ Գաբրիելը մեծանում է առանց հոր։ Նա ճիշտ էր։ Ես տարված էի բիզնեսը մեծացնելով, ավելի շատ փող վաստակելով, ավելի շատ հաջողության հասնելով։ Կարծում էի, թե դա անում եմ նրանց համար, գիտես, ավելի լավ կյանք տալու համար։ Բայց ի վերջո միայն կարողացա հեռացնել նրանց, ում սիրում էի։ Ռուբենը դադար տվեց, հայացքը հեռու։ Երբ նա ամուսնալուծություն պահանջեց, փորձեցի փոխվել։ Բայց արդեն շատ ուշ էր։ Ջուլիետան այլս ինձ չէր սիրում։ Ասում էր, որ ես սառն եմ, որ չգիտեմ զգացմունքներս արտահայտել։ Եվ գուցե նա ճիշտ էր։ Ես այդպես եմ դաստիարակվել մի ընտանիքում, որտեղ տղամարդը զգացմունքներ ցույց չէր տալիս, չէր լացում, թուլություն ցույց չէր տալիս։
Սովորել եմ ամեն ինչ ճնշել։ Եվ դրա գինը վճարել եմ։ Մարիամը խորը կարեկցանք զգաց իր առջ նստած այդ մարդու հանդեպ։ Նա նյութապես ամեն ինչ ուներ, բայց նույնքան միայնակ էր, որքան ինքը։ Գուցե նույնիսկ ավելին։ Բայց դու հիմա փորձում ես այլ լինել։ Տեսնում եմ, թե ինչպես ես ջանում ներկա լինել Գաբրիելի համար։ Դա պետք է ինչ-որ բան արժենա։ Ռուբենը երախտագիտությամբ նայեց Մարիամին։ Շնորհակալ եմ, որ դա ասացիր։ Երբեմն ինձ սարսափելի հայր եմ զգում։ Զգում եմ, որ այնքան եմ ձախողվել նրա հետ, որ չգիտեմ, կարող եմ արդյոք ուղղել։ Երբեք ուշ չէ փոխվելու համար։ Գաբրիելը փոքր է։ Նա դեռ շատ քո կարիքն ունի։ Եվ ես տեսնում եմ նրա աչքերում, որ նա քեզ սիրում է։ Պարզապես պետք է զգա, որ դու էլ ես նրան սիրում։ Ես սիրում եմ։ Աշխարհում ամեն ինչից շատ եմ սիրում։ Պարզապես չգիտեմ, թե ինչպես ճիշտ արտահայտել։ Մարիամը ձեռքը մեկնեց սեղանի վրայով թեթակի դիպավ Ռուբենի թին։ Ուրեմն սովորիր։ Քիչ։ Ավելի շատ գրկիր նրան։ Ասա, որ սիրում ես։ Երբեմն խոսքերն ավելի կարևոր են, քան մենք պատկերացնում ենք։ Ռուբենը նայեց Մարիամի ձեռքին իր թի վրա տարօրինակ բան զգաց։ Մի հուզմունք, որի անունը չգիտեր։ Դա պարզապես երախտագիտություն չէր։ Դա ավելի խորն էր, ավելի անհանգստացնող։ Մարիամը նկատեց պահը արագ հետ քաշեց ձեռքը, նույնպես զգալով օդում տարօրինակություն։ Ուշ է։ Կարծում եմ, ավելի լավ է քնել։ Այո, իհարկե։ Շնորհակալություն զրույցի համար։ Մարիամը վեր կացավ, լվաց բաժակները դուրս եկավ խոհանոցից։ Պառկեց Սոֆիայի կողքին, որը խորը քնած էր, բայց ինքը ժամերով չկարողացավ քնել։ Մտածում էր այդ խոսակցության, այն խոցելիության մասին, որը Ռուբենը ցույց տվեց, այն կապի մասին, որ զգացել էր նրանց միջ։ Դա վտանգավոր էր։ Պետք է զգույշ լիներ։ Նա ընդամենը տնտեսուհի էր։ Ռուբենն իր գործատուն էր։ Չէր կարող դա մոռանալ։ Բայց օրերի ընթացքում այդ գիշերային խոսակցությունները խոհանոցում հաճախակի դարձան։ Երբեմն դրանք խորն էին, երբեմն անմիտ, խոսում էին ֆիլմերից, երգերից, մանկության հիշողություններից։ Միասին ծիծաղում էին, միասին սրտները բացում, քիչ-քիչ, առանց նկատելու, կառուցում էին իսկական ընկերություն։ Մի ուրբաթ երեկոյան Ռուբենը սովորականից շուտ եկավ տուն, գտավ Մարիամին հյուրասենյակում, օգնելով Գաբրիելին դպրոցական առաջադրանքի հարցում։ Սոֆյան կողքին նկարում էր թղթի վրա։ Այնքան ընտանեկան, այնքան ջերմ տեսարան էր, որ Ռուբենը կանգնեց դռան մոտ, պարզապես դիտելով։ Մարիամը բարձրացրեց հայացքը ժպտաց, տեսնելով նրան։ Այսօր շուտ ես եկել։ Այո, կարողացա ավելի արագ ավարտել հանդիպումները։ Մտածեցի ձեզ հետ ընտրել։ Գաբրիելը ոգորված բարձրացրեց դեմքը։ Իսկապես, հայրիկ։ Դու մեզ հետ ընտրելու ես։ Իհարկե, չեմպիոն։ Այդ գիշերը յուրահատուկ էր։ Ռուբենն օգնեց Մարիամին ընթրիք պատրաստել։ Նա շատ լավ չէր կարողանում եփել, բայց Մարիամը համբերություն ունեցավ սովորեցնելու։ Միասին բանջարեղեն կտրատեցին, հավը համեմեցին, բրինձը պատրաստեցին։ Երեխաները խաղում էին հյուրասենյակում, մինչ երկու մեծահասակները կողք կողքի աշխատում էին խոհանոցում։ Օդում թեթություն կար, հարմարավետության զգացում, որը նրանցից ոչ մեկը վաղուց չէր զգացել։ Ընթրիքի ընթացքում Գաբրիելը պատմեց դպրոցի, ընկերների, հաջորդ շաբաթվա ֆուտբոլի խաղի մասին։ Սոֆյան անդադար խոսում էր իր նկարած նկարի մասին, հպարտությամբ ցույց տալով բոլորին։ Ռուբենն ու Մարիամը համաձայնության հայացքներ էին փոխանակում, ժպտալով երեխաների ոգորության առաջ։ Կարծես իսկական ընտանիք լինեին։ Ընթրիքից հետո որոշեցին միասին ֆիլմ դիտել։ Նստեցին հյուրասենյակի մեծ բազմոցին, Գաբրիելն ու Սոֆյան, Ռուբենի Մարիամի միջ։ Երեխաները քնեցին մինչ ֆիլմի ավարտը։ Ռուբենը գրկած տարավ Գաբրիելին սենյակ, Մարիամը նույնն արեց Սոֆյայի հետ։ Երբ վերադարձան հյուրասենյակ, ֆիլմը դեռ շարունակվում էր։ Ուզում ես շարունակել դիտել։ Մարիամը տատանվեց, բայց ի վերջո համաձայնեց։ Նորից նստեցին բազմոցին, այս անգամ առանց երեխաների իրենց միջ։ Հեռավորությունն այժմ ավելի փոքր էր։ Մարիամը կարող էր զգալ Ռուբենի մարմնից եկող ջերմությունը իր կողքին։ Փորձեց կենտրոնանալ ֆիլմի վրա, բայց լիովին գիտակցում էր նրա ներկայությունը։
Ֆիլմի կեսին Ռուբենը մի տեսարանի մասին զվարճալի մեկնաբանություն արեց, նրանք միասին ծիծաղեցին։ Նրանց ուսերը դիպան իրար։ Ոչ մեկը չհեռացավ։ Այդպես մնացին, մոտիկ, մինչ ֆիլմն ավարտվեց։ Երբ վերջացավ, Ռուբենն անջատեց հեռուստացույցը, շրջվեց դեպի Մարիամը։ Շնորհակալություն այս գիշերվա համար։ Վաղուց էր, ինչ ինձ այսքան լավ չէի զգացել տանը։ Մարիամը ժպտաց, բայց նրա հայացքում ինչ-որ այլ բան կար։ Մի լարվածություն, որը նրան անհարմար վիճակի մեջ դրեց։ Ես եմ շնորհակալ։ Ինձ այս հնարավորությունը տալու համար։ Ինձ հավատալու համար։ Ռուբենը բռնեց նրա ձեռքը մի նուրբ, բայց իմաստալից ժեստով։ Մարիամ, դու այստեղ պարզապես աշխատող չես։ Ուզում եմ, որ դա իմանաս։ Դու կարոր ես։ Ինձ Գաբրիելի համար։ Մարիամը զգաց, թե ինչպես է սիրտը արագ բաբախում։ Գիտեր, որ պետք է ձեռքը հետ քաշի, հեռանա, պահպանի մասնագիտական հեռավորությունը։ Բայց չկարողացավ։ Մնաց այնտեղ, նայելով Ռուբենի աչքերի մեջ, զգալով, թե ինչպես է ինչ-որ բան աճում նրանց մեջ։ Մի բան, որն ավելին էր, քան ընկերությունը, ավելին, քան երախտագիտությունը։ Դա հակում էր։ Ցանկություն էր։ Սկիզբն էր մի բանի, որը երկուսն էլ գիտեին, որ չպետք է թույլ տան տեղի ունենալ, բայց որը, այնուամենայնիվ, տեղի էր ունենում։ Վերջապես Մարիամը հեռացավ, որոշակի շտապողականությամբ վեր կենալով բազմոցից։ Ուշ է։ Պետք է քնեմ։ Բարի գիշեր, Ռուբեն։ Բարի գիշեր, Մարիամ։ Նա գնաց սենյակ, սիրտը արագ բաբախելով, շփոթված իր սեփական զգացմունքներից։ Պառկեց Սոֆիայի կողքին, նայում էր առաստաղին, մտածելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել այդ գիշեր։ Նա սիրահարվում էր Ռուբենին։ Այլս չէր կարող ժխտել։ Բայց դա սխալ էր։ Նա իր գործատուն էր։ Ինքը տնտեսուհին էր։ Ապրում էր նրա տանը։ Փոքր դուստր ուներ մեծացնելու։ Չէր կարող իրեն թույլ տալ զգացմունքային կապի մեջ մտնել, հետո նորից ամեն ինչ կորցնել։ Բայց սիրտը չէր ենթարկվում բանականությանը։ Հաջորդ օրերին Մարիամը փորձում էր ավելի մեծ հեռավորություն պահպանել Ռուբենից։ Խուսափում էր նրա հետ մենակ մնալուց, պատրվակներ էր հորինում, մինչ ուշ խոհանոցում չմնալու համար։ Բայց դժվար էր։ Որովհետև Ռուբենը նույնպես կարծես ավելի շատ էր փնտրում նրա ընկերակցությունը։ Ավելի շուտ էր գալիս տուն, օգնում էր երեխաների հետ, պատճառներ էր գտնում նրա հետ խոսելու համար։ Մի կիրակի օր, երբ երեխաները խաղում էին այգում, Ռուբենն առաջարկեց, որ Մարիամը մի փոքր հանգստանա։ Նա միշտ ինչ-որ բան էր անում, միշտ զբաղված էր։ Մարիամն ընդունեց, գնաց սենյակ, բայց չկարողացավ հանգստանալ։ Անհանգիստ էր, մտածում էր ամեն ինչի մասին։ Այդ ժամանակ դռան թակոց լսեց։ Կարող եմ մտնել։ Ռուբենն էր։ Մարիամը նստեց մահճակալին, սիրտը արագ բաբախելով։ Իհարկե։ Ռուբենը մտավ, փակեց դուռը իր հետից։ Կանգնած էր, նյարդային տեսք ուներ։ Պետք է քեզ հետ մի բանի մասին խոսեմ։ Մարիամը սպասեց, զգալով անհանգստության սպասման խառնուրդ։ Գիտեմ, որ վերջին օրերին փորձում ես հեռու մնալ ինձնից։ Եվ կարծում եմ, գիտեմ, թե ինչու։ Մարիամը դժվարությամբ կուլ տվեց թուքը։ Ռուբեն, ես։ Նա ընդհատեց ժեստով։ Թույլ տուր ավարտեմ, խնդրում եմ։ Ես զգացմունքներ ունեմ քո հանդեպ, Մարիամ։ Մի բան, որ վաղուց չէի զգացել։ Եվ գիտեմ, որ դա ամեն ինչ բարդացնում է։ Գիտեմ, որ դու աշխատում ես ինձ մոտ, որ ապրում ես իմ տանը, որ մեր իրավիճակը նուրբ է։ Բայց չեմ կարող ծածնել, թե ոչինչ չեմ զգում։ Փորձել եմ։ Բայց չեմ կարողանում։ Մարիամը լուռ մնաց, արցունքները սկսեցին հավաքվել աչքերում։ Ռուբենը շարունակեց, ձայնն այժմ ավելի մեղմ էր։ Եթե դու նույնը չես զգում, ես կհարգեմ դա։ Կշարունակենք այնպես, ինչպես կա։ Բայց եթե զգում ես, նույնիսկ եթե շատ քիչ, ես ուզում եմ փորձել։ Ուզում եմ տեսնել, թե սա ուր կարող է մեզ տանել։ Մարիամը սրբեց դեմքով հոսող արցունքները։ Ես էլ եմ զգում, Ռուբեն։ Շատ եմ զգում։ Բայց վախենում եմ։ Վախենում եմ նորից ամեն ինչ կորցնելուց։ Վախենում եմ վիրավորվելուց։ Վախենում եմ Սոֆիային վիրավորելուց։
Ռուբենը նստեց մահճակալին նրա կողքին բռնեց Մարիամի ձեռքերն իր ձեռքերի մեջ։ Ես քեզ չեմ վիրավորի։ Խոստանում եմ։ Եվ թույլ չեմ տա, որ դու Սոֆյան որևէ բան կորցնեք։ Անկախ նրանից, թե ինչ կլինի մեր միջ, դուք միշտ տեղ կունենաք այստեղ։ Մարիամը նայեց նրա աչքերի մեջ անկեղծություն տեսավ։ Տեսավ նա այն վախը, որը նա զգում էր, խոցելիությունը։ Ռուբենը դրսից այնքան ուժեղ էր, բայց ներսից նույնքան փխրուն, որքան ինքը։ Եվ այդ պահին Մարիամը որոշում կայացրեց։ Որոշեց վստահել։ Որոշեց ռիսկի դիմել։ Որովհետև ամբողջ կյանքում զգույշ էր եղել, խուսափել էր տրվելուց, որ էր դա նրան հասցրել։ Միայնության պայքարի կյանքի։ Գուցե ժամանակն էր թույլ տալ, որ ինչ-որ մեկը ներս մտնի, որ ինչ-որ մեկը նա իր մասին հոգ տանի։ Նա առաջ թեքվեց համբուրեց Ռուբենին։ Սկզբում դա նուրբ, տատանվող համբույր էր, բայց շուտով խորացավ։ Ռուբենը գրկեց նրան, առաջին անգամ երկար ժամանակ անց Մարիամն իրեն թույլ տվեց զգալ։ Զգալ ցանկություն, զգալ կիրք, զգալ սեր։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին։ Հիմա ինչ ենք անում։ Ռուբենը ժպտաց, շոյելով Մարիամի դեմքը։ Հիմա դանդաղ ենք գնում։ Առանց շտապելու։ Միասին ենք կառուցելու սա, մեր ժամանակով։ Մարիամը համաձայնեց, զգալով, թե ինչպես է հսկայական երջանկություն աճում իր ներսում։ Գուցե իսկապես հնարավոր էր երջանիկ ավարտ ունենալ։ Գուցե այսքան ցավից, այսքան տառապանքից հետո նա արժանի էր մի փոքր ուրախության։ Եվ մինչ Ռուբենը նորից համբուրում էր նրան, Մարիամը որոշեց հավատալ դրան։ Որոշեց հավատալ, որ արժանի է երջանիկ լինելու։ Հաջորդող ամիսները Մարիամի կյանքի ամենաերջանիկն էին։ Ռուբենի հետ հարաբերությունները բնական խորը կերպով աճեցին։ Նրանք չէին թաքցնում իրենց զգացմունքները, բայց նա աղմուկ չէին բարձրացնում։ Դա իրենցն էր, մի մտերիմ թանկ բան։ Երեխաները հստակ չգիտեին, թե ինչ է կատարվում, բայց զգում էին, որ տանը նոր ներդաշնակություն կա։ Գաբրիելն ավելի ժպտերես էր, ավելի բաց։ Սոֆյան ծաղկում էր այդ քնքշության անվտանգության մթնոլորտում։ Ռուբենն ամբողջովին փոխվել էր։ Նա այլս այն սառը հեռու գործարարը չէր, որին Մարիամը ճանաչել էր առաջին օրը։ Հիմա նա տուն էր գալիս գրկում որդուն։ Երեխաների հետ հատակին էր խաղում։ Օգնում էր Մարիամին խոհանոցում, երբ մենակ էին, իրեն էր մոտեցնում համբուրում, կարծես դա աշխարհի ամենաբնական բանը լիներ։ Այն գիշերներին, երբ երեխաները շուտ էին քնում, նրանք ժամերով զրուցում էին պատշգամբում, նայելով աստղերին, պլանավորելով ապագան։ Այդպիսի գիշերներից մեկում Ռուբենը բռնեց Մարիամի ձեռքը ասաց մի բան, որը ստիպեց նրա սրտին արագ բաբախել։ Մտածում էի մեր հարաբերությունները պաշտոնականացնելու մասին։ Ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ դու ոչ միայն տնտեսուհի ես։ Ուզում եմ, որ իմանան, որ սիրում եմ քեզ։ Մարիամը զգաց, թե ինչպես են աչքերը լցվում երջանկության արցունքներով։ Համոզված ես։ Դա կարող է ամեն ինչ բարդացնել։ Մարդիկ կխոսեն։ Կդատեն։ Թող խոսեն։ Ինձ համար մի նույն է։ Դու փոխեցիր իմ կյանքը, Մարիամ։ Կյանք վերադարձրիր այս տուն։ Սովորեցրիր Գաբրիելին նորից ժպտալ։ Եվ ինձ սովորեցրիր, որ կարող եմ երջանիկ լինել։ Ես դա չեմ թաքցնելու։ Մարիամը համբուրեց Ռուբենին, զգալով հսկայական երախտագիտություն։ Կյանքում առաջին անգամ զգում էր, որ ինչ-որ մեկն իսկապես գնահատում է իրեն, հարգում է, իսկապես սիրում։ Բայց այդ ամբողջ երջանկությունը շուտով պետք է փորձության ենթարկվեր այնպես, ինչպես նրանցից ոչ մեկը չէր սպասում։ Ամեն ինչ սկսվեց մի սովորական հինգշաբթի օր։ Ռուբենը գրասենյակում էր, երբ զանգ ստացավ Ջուլիետայից, իր նախկին կնոջից։ Նրանք գրեթե կապ չէին պահպանում ամուսնալուծությունից հետո։ Ջուլիետան ապրում էր Փարիզում իր նոր ընկերոջ հետ Գաբրիելին այցելում էր տարին ընդամենը 2 անգամ, միշտ կարճ մակերեսային։ Նրանց խոսակցությունները սառն էին պաշտոնական, սահմանափակվում էին որդու հետ կապված գործնական հարցերով։ Բայց այս անգամ Ջուլիետայի տոնն այլ էր։ Նրա ձայնում հաշվարկված սառնություն կար։ Ռուբեն, պետք է խոսենք Գաբրիելի մասին։ Նա անմիջապես անհանգստություն զգաց։ Ինչ է պատահել Գաբրիելին։ Լսել եմ, որ դու սիրավեպ ունես մի սպասուհու հետ։ Նա ապրում է մեր որդու հետ նույն տանը։ Ռուբենը զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում իր ներսում։ Նախ, Մարիամը սովորական սպասուհի չէ։
Նա Գաբրիելի տնտեսուհին խնամակալն է։ Երկրորդ, իմ անձնական կյանքը քո գործը չէ։ Ջուլիետան չոր ծիծաղեց։ Իմ գործը չէ։ Խոսքը իմ որդու մասին է, Ռուբեն։ Մի տղայի, որը մեծանում է անպատշաճ միջավայրում։ Անպատշաճ։ Դու, որ նույնիսկ չես երում նրա կյանքում։ Դու, որ լքել ես քո սեփական որդուն, այլ երկրում քո սիրեկանի հետ ապրելու համար։ Եվ համարձակություն ունես ինձ դատելու։ Հիմա դա չեմ քննարկելու։ Իմ փաստաբանը կապ կհաստատի քեզ հետ։ Ես պահանջելու եմ խնամակալության վերանայում։ Գաբրիելին անհրաժեշտ է պատշաճ ընտանեկան կառուցվածք։ Ռուբենը զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Դու լուրջ չես կարող լինել։ Ես լուրջ եմ։ Եվ շատ լուրջ։ Մինչ շուտով, Ռուբեն։ Նա անջատեց հեռախոսը։ Ռուբենը կանգնած մնաց, բռնած հեռախոսը, փորձելով ընկալել, թե ինչ էր հենց նոր լսել։ Ջուլիետան ուզում էր Գաբրիելի խնամակալությունը։ Տարիներ շարունակ գրեթե բացակայելուց հետո, հիմա նա որոշել էր, որ ուզում է որդուն հետ։ Եվ Ռուբենը գիտեր իրական պատճառը։ Դա սեր չէր։ Անհանգստություն չէր։ Դա վրեժխնդրություն էր։ Նրան ամենավատ ձով վիրավորելու ցանկություն էր։ Երբ այդ գիշեր տուն հասավ, Ռուբենը լարված էր։ Մարիամն անմիջապես նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Սպասեց, որ երեխաները քնեն, որպեսզի հարցնի. Ինչ է պատահել։ Ռուբենը պատմեց զանգի մասին։ Մարիամը զգաց, թե ինչպես է աշխարհը փլվում։ Գիտեր, որ դա իր մեղքն է։ Եթե չներգրավվեր Ռուբենի հետ, եթե պահպաներ մասնագիտական հեռավորությունը, այս ամենը տեղի չէր ունենա։ Դա իմ պատճառով է։ Ես ամեն ինչ փչացրի։ Ռուբենն ամուր գրկեց նրան։ Այդպես մի ասա։ Դու ոչինչ չես փչացրել։ Ջուլիետան դա անում է, որովհետև դառնացած վրեժխնդիր մարդ է։ Նա Գաբրիելի մասին չի մտածում։ Պարզապես ուզում է ինձ վիրավորել։ Բայց եթե նրան հաջողվի, եթե Գաբրիելին քեզնից խլի, չի խլի։ Ես ունեմ ամբողջական խնամակալություն։ Ջուլիետան հրաժարվել է խնամակալությունից, երբ մեկնեց Փարիզ։ Նա ոչ մի ուժեղ փաստարկ չունի։ Բայց երկուսն էլ գիտեին, որ Ռուբենն ավելի շատ իրեն էր փորձում համոզել, քան Մարիամին։ Երկուսն էլ զգում էին վախի աճը։ Եվ այդ վախը հաստատվեց, երբ 3 օր անց դատական կատարածուն հայտնվեց առանձնատան դռան մոտ, ծանուցագրով։ Ջուլիետան դատական գործ էր հարուցել, պահանջելով Գաբրիելի համատեղ խնամակալություն, պնդելով, որ հայրն ապրում է բարոյապես անպատշաճ իրավիճակում, հարաբերություններ պահպանելով մի աշխատակցուհու հետ, որն ապրում է նույն հարկի տակ, որ դա ստեղծում է շփոթեցնող վնասակար միջավայր երեխայի համար։ Ռուբենն անմիջապես վարձեց Երանի լավագույն փաստաբաններին։ Բայց դատական մեքենան սկսել էր շարժվել։ Եվ դրա հետ եկան մի շարք իրադարձություններ, որոնք նրանց կառուցած խաղաղ կյանքը վերածեցին մղձավանջի։ Փաստաբանները սկսեցին շրջել տանը, հարցեր տալ, լուսանկարներ անել, ուսումնասիրել առօրյայի յուրաքանչյուր մանրուք։ Գաբրիելը շփոթված վախեցած էր։ Հարցնում էր հորը, թե ինչու են այդ մարդիկ այնտեղ, ինչու են այդքան շատ հարցեր տալիս։ Ռուբենը փորձում էր մեղմ բացատրել, բայց անհնար էր թաքցնել լարվածությունը։ Մի օր, երբ Մարիամը երեխաների հետ այգում էր, նրա բջջայինը զանգեց։ Անծանոթ համար էր։ Նա պատասխանեց. Ալո։ Մարիամ Սիլվա։ Այո, ով է խոսում։ Իմ անունը դոկտոր Հելենա Մորեյրա է։ Ես տիկին Ջուլիետա Ալավերթյանի փաստաբանն եմ։ Կցանկանայի ձեզ հետ խոսել մի նուրբ հարցի շուրջ։ Մարիամը սարսուռ զգաց։ Ես ձեզ հետ խոսելու ոչինչ չունեմ։ Հասկանում եմ ձեր դիրքորոշումը։ Բայց կարծում եմ, ձեզ համար շահավետ կլինի ինձ լսել։ Կարող եմ գալ ձեզ մոտ։ Ոչ։ Շատ լավ։ Ուրեմն հենց հեռախոսով ուղիղ կասեմ։ Դուք պետք է իմանաք, որ իմ հաճախորդը փորձում է ստանալ իր որդու խնամակալությունը։ Եվ դուք, ցավոք, դարձել եք այս գործի կենտրոնը։ Այն հարաբերությունները, որոնք դուք պահպանում եք պարոն Ռուբենի հետ, ապրելով նույն տանը, օգտագործվում են որպես փաստարկ, որ միջավայրը առողջ չէ երեխայի համար։ Մարիամը զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում։ Դա ծիծաղելի է։ Ձեզ համար կարող է ծիծաղելի լինել, բայց դատարանում դա լուրջ հարց է։
Գործատուն աշխատակցուհին ապրում են միասին մտերիմ հարաբերությունների մեջ երեխաների հետ տանը։ Սա բարոյական հարցեր է առաջացնում։ Ես Գաբրիելին խնամում եմ, կարծես իմ որդին լինի։ Նա երջանիկ է, առողջ, լավ խնամված։ Չեմ կասկածում։ Բայց այստեղ հարցը ձեր կարողությունների մասին չէ։ Խոսքը իրավիճակի արտաքին տեսքի մասին է։ Եվ անկեղծ ասած, դուք վնասում եք պարոն Ռուբենի խնամակալությունը պահպանելու հնարավորությունները։ Մարիամը փակեց աչքերը, զգալով, թե ինչպես են արցունքներն այրում։ Ինչ եք ուզում ինձնից։ Ուզում եմ, որ դուք մտածեք, թե որն է լավագույնը այդ տղայի համար։ Եթե իսկապես սիրում եք նրան, ինչպես ասում եք, գուցե պետք է մտածեք հեռանալու մասին։ Նրա բարօրության համար։ Նրա հոր բարօրության համար։ Երբեմն սերը նշանակում է բաց թողնել։ Եվ անջատեց հեռախոսը։ Մարիամը կանգնած մնաց այգում, դողացող ձեռքերով բռնած բջջայինը։ Սոֆյան վազեց նրա մոտ, քաշելով շրջազգեստը։ Մայրիկ, արի խաղանք։ Բայց Մարիամը հազիվ էր լսում։ Փաստաբանի ձայնը արձագանքում էր նրա գլխում։ Նա վնասում էր Ռուբենին։ Վտանգի տակ էր դնում Գաբրիելի խնամակալությունը։ Իսկ եթե նա որդուն կորցնի իր պատճառով, Մարիամը երբեք իրեն չէր ների։ Այդ գիշեր նա հազիվ կարողացավ քնել։ Նայում էր Սոֆիային, մտածելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Այնքան երջանիկ էր եղել վերջին ամիսներին։ Գտել էր սեր, ընտանիք, տուն։ Բայց գուցե այդ ամենը չափազանց լավն էր իրական լինելու համար։ Գուցե իրեն վիճակված չէր դա ունենալ։ Գուցե իր ճակատագիրը միշտ մենակ պայքարելն էր, միշտ աշխարհի բեռը ուսերին տանելը։ Հաջորդ օրերին Մարիամը հեռու էր պահում իրեն։ Խուսափում էր Ռուբենից, պատրվակներ էր հորինում մենակ չմնալու համար։ Նա նկատեց փոփոխությունը, բայց չէր հասկանում պատճառը։ Մինչ որ մի գիշեր նա առերեսվեց նրա հետ։ Ինչ է կատարվում, Մարիամ։ Ինչու ես փախչում ինձնից։ Մարիամը խորը շունչ քաշեց։ Պետք է պատմեր։ Ջուլիետայի փաստաբանը զանգել էր ինձ։ Ռուբենը գունատվեց։ Ինչ։ Երբ։ Մի քանի օր առաջ։ Նա ասաց, որ ես վնասում եմ քո, Գաբրիելի խնամակալությունը պահպանելու հնարավորությունները։ Ասաց, որ եթե իսկապես սիրում եմ ձեզ, պետք է գնամ։ Ռուբենը անզուսպ զայրույթ զգաց։ Ինչպես է նա համարձակվում։ Ինչպես է քաջություն ունենում քեզ սպառնալու։ Նա չի սպառնացել։ Պարզապես ճշմարտությունն է ասել։ Ինչ ճշմարտություն։ Դու ոչ մի սխալ բան չես անում։ Բայց ես ամեն ինչ բարդացնում եմ։ Եթե ես այստեղ չլինեի, Ջուլիետան փաստարկներ չէր ունենա։ Գաբրիելը քեզ հետ կմնար առանց խնդիրների։ Ռուբենը բռնեց Մարիամի ուսերը, խորը նայելով նրա աչքերի մեջ։ Լավ լսիր, թե ինչ եմ ասելու։ Ես թույլ չեմ տա, որ դու գնաս։ Ես չեմ կորցնելու իմ որդուն, չեմ կորցնելու քեզ։ Մենք միասին ենք դիմակայելու սրան։ Ջուլիետան կարող է փորձել ինչ ուզում է։ Նա չի հաղթելու։ Բայց Մարիամն այնքան էլ վստահ չէր։ Վախը բույն էր դրել նրա ներսում, դուրս չէր գալիս։ Սկսեց պլաններ կազմել գլխում։ Գուցե իսկապես ավելի լավ էր գնալ։ Վերադառնալ Մալաթիա Սեբաստիայի փոքրիկ բնակարանը։ Թողնել Ռուբենին Գաբրիելին շարունակել իրենց կյանքը առանց իրեն։ Ցավոտ կլիներ, սարսափելի կլիներ, բայց դա կլիներ ճիշտը։ Բայց մինչ նա կկարողանար որևէ որոշում կայացնել, իրավիճակը վատթարացավ։ Լուսանկարներ սկսեցին հայտնվել։ Ռուբենի Մարիամի լուսանկարները, որտեղ նրանք միասին ընթրում են այգում, ծիծաղում, քնքշությամբ նայում իրար։ Երեխաների լուսանկարները, որտեղ նրանք խաղում են։ Լուսանկարներ, որոնք համատեքստից կտրված, կարծես ապացուցում էին, որ այդ տանը ինչ-որ սխալ բան է կատարվում։ Ջուլիետայի փաստաբանները գործ էին կառուցում, նկարելով անպատասխանատվության անբարոյականության պատկեր։ Նախնական դատական նիստը նշանակվեց 2 շաբաթ հետո։ Ռուբենն այդ ժամանակն անցկացրեց իր փաստաբանների հետ, պատրաստելով պաշտպանությունը։ Մարիամը տանն էր մնում երեխաների հետ, փորձելով պահպանել սովորական առօրյան, բայց անհնար էր չզգալ իրավիճակի ծանրությունը։ Գաբրիելը նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Անընդհատ հարցնում էր, թե ինչու է հայրն այդքան լուրջ, ինչու են այդքան շատ մարդիկ մտնում դուրս գալիս տնից։
Մի շաբաթ առավոտյան, երբ Մարիամը խոհանոցում սուրճ էր պատրաստում, Գաբրիելը հայտնվեց դեռ գիշերանոցով։ «Մարի մորաքույր, կարող եմ մի հարց տալ»։ Մարիամը ժպտաց, չնայած ճնշված սրտին։ «Իհարկե, սեր իմ։ Կարող ես հարցնել»։ «Մայրիկս ինձ տանելու է»։ Մարիամը կոկորդում գունդ զգաց։ Ինչպես բացատրել 7 տարեկան երեխային, որ իր մայրը, որը երբեք իրական հետաքրքրություն չէր ցուցաբերել, հիմա ուզում է խնամակալությունը։ Ինչու ես այդպես մտածում։ Լսեցի, թե ինչպես էր հայրիկը խոսում փաստաբանի հետ։ Նրանք խոսում էին այն մասին, որ մայրս ուզում է, որ ես իր հետ ապրեմ։ Բայց ես չեմ ուզում գնալ։ Ես ուզում եմ այստեղ մնալ։ Հայրիկիս հետ։ Քեզ հետ։ Սոֆիայի հետ։ Արցունքները հոսեցին Մարիամի դեմքով։ Նա ծնկի իջավ Գաբրիելի առաջ, գրկեց նրան։ Ոչ ոք քեզ չի տանի նրանցից, ում դու սիրում ես, Գաբրիել։ Հայրիկդ ամեն ինչ անում է, որ դու այստեղ մնաս։ Եվ ես էլ եմ այստեղ, օգնելու։ Խոստանում ես, որ չես գնա։ Մարիամը զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Չէր կարող դա խոստանալ։ Որովհետև լրջորեն մտածում էր գնալու մասին, Ռուբենին չվնասելու համար։ Ես քեզ շատ եմ սիրում, Գաբրիել։ Եվ անելու եմ այն, ինչը լավագույնն է քեզ համար։ Միշտ։ Գաբրիելն ամուր գրկեց նրան։ Եվ այդ պահին Մարիամը հասկացավ, որ չի կարող գնալ։ Ոչ իր համար, այլ այն տղայի համար, որը սովորել էր վստահել իրեն, որը իրեն մայրական կերպար էր տեսնում։ Հեռանալս մեկ դավաճանություն կլիներ նրա կյանքում։ Եվս մեկ լքում։ Չէր կարող դա անել նրա հետ։ Այդ գիշեր նա խոսեց Ռուբենի հետ։ Պատմեց Գաբրիելի հետ խոսակցության, տղայի վախերի մասին։ Ռուբենը լուր լսեց, ծնոտը սեղմած։ Նա չի հաղթելու։ Ես թույլ չեմ տա։ Բայց եթե հաղթի։ Եթե դատավորը որոշի, որ այստեղ միջավայրը պատշաճ չէ։ Ռուբենը վճռականորեն շրջվեց դեպի Մարիամը։ Ուրեմն կփոխենք։ Կամուսնանանք։ Ամեն ինչ պաշտոնական կդարձնենք։ Այդպես չեն կարողանա մեր հարաբերություններն օգտագործել մեր դեմ։ Մարիամի աչքերը լայն բացվեցին։ Ամուսնանանք։ Ինչու ոչ։ Ես քեզ սիրում եմ։ Դու ինձ սիրում ես։ Երեխաները սիրում են իրար։ Մենք փաստացի ընտանիք ենք։ Ինչու դա պաշտոնական չդարձնենք։ Մարիամն ուզում էր ասել այո։ Ամեն ինչից շատ էր ուզում։ Բայց նրա ներսում կաթվածահար անող վախ կար։ Չեմ ուզում, որ ինձ հետ ամուսնանաս պարտադրանքով։ Դատավարության պատճառով։ Ռուբենը բռնեց նրա դեմքն իր ձեռքերի մեջ։ Պարտադրանքով չէ։ Ես արդեն ուզում էի քեզ հետ ամուսնանալ։ Պարզապես ճիշտ պահին էի սպասում։ Եվ թույլ չեմ տա, որ Ջուլիետան կառավարի իմ կյանքը։ Թույլ չեմ տա, որ նա որոշի, թե երբ կամ ինչպես կարող եմ երջանիկ լինել։ Մարիամը համբուրեց նրան, զգալով, թե ինչպես է հույսն աճում իր ներսում։ Գուցե իսկապես կարող էին հաղթել սրան։ Գուցե սերն այնքան ուժեղ էր, որ հաղթահարեր ցանկացած խոչընդոտ։ Բայց հույսը կարճ տեց։ Որովհետև 2 օր անց լուր ստացան, որ Ջուլիետան վերադարձել է Հայաստան, պահանջում է անհապաղ այցելություններ Գաբրիելին։ Եվ ավելին, նա հարցազրույց էր տվել մի բամբասանքի թերթի, որտեղ Ռուբենին ներկայացնում էր որպես անպատասխանատու հայր, որը ներգրավվել է մի աշխատակցուհու հետ իր որդուն ենթարկել անպատշաճ իրավիճակի։ Հոդվածը սենսացիոն էր լիստերով, բայց վնասն արդեն հասցվել էր։ Ռուբենի իմիջը, որը միշտ անթերի էր եղել գործարար աշխարհում, արատավորվել էր։ Ռուբենը փորձեց դատի տալ թերթին, բայց նրա փաստաբանը զգուշացրեց, որ դա միայն ավելի մեծ ուշադրություն կգրավի գործի վրա։ Ավելի լավ էր հանգիստ թողնել կենտրոնանալ դատարանում պաշտպանության վրա։ Նիստը մոտենում էր։ Եվ բոլորը գիտեին, որ դա դժվար պայքար է լինելու։ Նիստից մեկ գիշեր առաջ Մարիամը չկարողացավ քնել։ Մնաց պատշգամբում, նայելով այգուն, որտեղ երեխաներն այդքան շատ էին խաղացել։ Մտածեց այն ամենի մասին, ինչ ապրել էր այնտեղ։ Ծիծաղի, ընտանեկան ընթրիքների, Ռուբենի հետ գիշերային խոսակցությունների, այն քնքշության մասին, որ զարգացրել էր Գաբրիելի հանդեպ։ Այդ ամենը կարող էր ավարտվել։ Եվ մեղքն իրենը կլիներ։ Ռուբենը հայտնվեց պատշգամբում, նստեց նրա կողքին։ Չես կարողանում քնել։
Մարիամը գլխով բացասական շարժում արեց։ Վախենում եմ։ Ես էլ։ Բայց մենք միասին ենք դիմակայելու սրան։ Անկախ նրանից, թե ինչ կլինի վաղը, ուզում եմ, որ իմանաս, որ սիրում եմ քեզ։ Եվ որ երբեք չեմ զղջա, որ ճանաչել եմ քեզ։ Մարիամը գլուխը դրեց նրա ուսին։ Ես էլ եմ քեզ սիրում։ Ավելի շատ, քան պատկերացնում էի, որ հնարավոր է սիրել ինչ-որ մեկին։ Նրանք մնացին այնտեղ, գրկախառնված, մինչ արը սկսեց ծագել։ Ժամանակն էր գնալ դատարան։ Ժամանակն էր պայքարել իրենց կառուցած ընտանիքի համար։ Դատական նիստի առավոտը երանում ամպամած էր։ Մարիամն արթնացավ ստամոքսի սեղմումով, անհանգստությունը ներսից կրծում էր։ Ամբողջ գիշերն անքուն էր անցկացրել, մտածելով այն ամենի մասին, ինչ կարող էր պատահել, ինչ կարող էր սխալ գնալ։ Ռուբենը նույնպես լարված էր։ Լուր սուրճ խմեցին, յուրաքանչյուրը կորած իր մտքերի մեջ։ Երեխաները տանը մնացին ժամանակավոր դայակի հետ, որին Ռուբենը վարձել էր։ Գաբրիելը լաց էր եղել, երբ հայրը դուրս էր գալիս, կառչել էր նրա ոտքից, խնդրելով չգնալ։ Ռուբենը ստիպված էր եղել մի քանի անգամ խոստանալ, որ շուտ կվերադառնա։ Դատարանը քաղաքի կենտրոնում էր։ Մարիամը երբեք դատարան չէր մտել։ Այդ հսկայական սառը շենքը վախեցնում էր նրան։ Ռուբենն ամուր բռնեց նրա ձեռքը, երբ բարձրանում էին աստիճաններով։ Փաստաբանները նրանց սպասում էին միջանցքում։ Դոկտոր Մարսելոն, Ռուբենի գլխավոր փաստաբանը, 50 անց մի տղամարդ էր, լուրջ վստահ տեսքով։ Նա երաշխավորել էր, որ ուժեղ գործ ունեն, բայց Մարիամը տեսնում էր անհանգստությունը նրա աչքերում։ Այնքան էլ պարզ չէր, որքան թվում էր։ Նրանք մտան դատական նիստերի դահլիճ։ Մարիամի սիրտը սկսեց արագ բաբախել, երբ մյուս կողմում տեսավ Ջուլիետային։ Ռուբենի նախկին կինը գեղեցիկ, էլեգանտ հագնված կին էր, գերակայության զգացումով, որը նյարդայնացնում էր։ Նա Մարիամին նայեց ակնհայտ արհամարհանքով։ Ջուլիետայի կողքին նրա փաստաբանն էր, դոկտոր Հելենան, նույնը, որը շաբաթներ առաջ զանգել էր Մարիամին։ Նրանք ցածր ձայնով խոսում էին, մատնացույց անում որոշ թղթեր, վստահ տեսք ունեին։ Դատավորը մտավ, բոլորը ոտքի կանգնեցին։ Նա միջին տարիքի, լուրջ դեմքով տղամարդ էր։ Խնդրեց, որ բոլորը նստեն, սկսեց նիստը, բացատրելով այդ հավաքի պատճառը։ Ջուլիետան պահանջում էր Գաբրիելի խնամակալության վերանայում, պնդելով, որ հայրն ապրում է անպատշաճ իրավիճակում, որ որդին արժանի է ավելի կայուն ընտանեկան միջավայրի։ Ջուլիետայի փաստաբանը սկսեց իր ելույթը։ Խոսեց այն մասին, որ Ռուբենը բացակա հայր է, տարված աշխատանքով։ Ներկայացրեց հին լուսանկարներ, ամուսնության տարիներից, որտեղ նա միշտ ճանապարհորդում էր, միշտ հանդիպումների մեջ էր, հազվադեպ էր որդու հետ։ Հետո սկսեց խոսել Մարիամի մասին։ Նկարագրեց նրան որպես սովորական մաքրարարուհի, որին ազատել էին հյուրանոցից, որն այժմ ապրում է Ռուբենի տանը, անպատշաճ հարաբերությունների մեջ, որոնք շփոթեցնում են երեխային։ Նա չունի երեխայի խնամքի համար համապատասխան որակավորում։ Չունի մանկավարժական կրթություն, ապացուցված փորձ։ Նա պարզապես մի կին է, որն օգտվել է խոցելի իրավիճակից, հարուստ տղամարդու կյանք մտնելու համար։ Մարիամը զգաց, թե ինչպես են արցունքներն այրում իր աչքերը։ Յուրաքանչյուր խոսք դանակի հարվածի պես էր։ Ռուբենը սեղմեց նրա ձեռքը, շնջալով, որ ամեն ինչ կարգին է, որ դա պարզապես փաստաբանի աշխատանքն է։ Բայց ցավում էր։ Ցավում էր, որովհետև նվաստացնում էր այն ամենը, ինչ ինքն էր, ինչ արել էր, հասցնելով պարզ ֆինանսական շահագրգռվածության։ Դոկտոր Մարսելոն ոտքի կանգնեց պաշտպանության համար։ Նախ ներկայացրեց բժշկական եզրակացություններ, որոնք ցույց էին տալիս, որ Գաբրիելի ասթմայի նոպաները կտրուկ նվազել են այն պահից, երբ Մարիամը սկսել է խնամել նրան։ Ներկայացրեց դպրոցից նամակներ, ստորագրված ուսուցչուհու համակարգողի կողմից, որոնք հայտնում էին, որ Գաբրիելն ավելի մասնակցող է, ավելի երջանիկ, ավելի լավ ակադեմիական առաջադիմությամբ։ Ներկայացրեց մանկական հոգեբանի զեկույցներ, որը գնահատել էր տղային եզրակացրել, որ նա էմոցիոնալ առողջ է լավ հարմարված։ Բայց ամենատպավորիչ պահը եղավ, երբ խնդրեցին բերել Գաբրիելին։ Մարիամը դեմ էր դրան։ Չէր ուզում երեխային ենթարկել այդ իրավիճակին։ Բայց փաստաբանները բացատրել էին, որ երեխայի ցուցմունքը հիմնարար է։ Դատավորը պետք է ուղղակիորեն Գաբրիելից լսեր, թե ինչպես է նա իրեն զգում։ Տղան մտավ դահլիճ, բռնած սոցիալական աշխատողի ձեռքը։ Այդ պաշտոնական միջավայրում փոքր վախեցած էր թվում։
Նստեց դատավորի կողքի աթոռին, որը նրա հետ քնքշորեն խոսեց, փորձելով նրան ավելի հարմարավետ զգալ։ Բացատրեց, որ պարզապես մի քանի հարց է ուզում տալ, որ Գաբրիելը կարող է անկեղծ պատասխանել, առանց վախի։ Գաբրիել, գիտես, թե ինչու ես այստեղ։ Տղան գլխով արեց, ձայնը ցածր։ Մայրիկիս պատճառով։ Նա ուզում է, որ ես իր հետ ապրեմ։ Իսկ դու ուզում ես մայրիկիդ հետ ապրել։ Գաբրիելը նայեց Ջուլիետային։ Նրա աչքերում ինչ-որ բան կար։ Սեր չէր։ Ուրախություն չէր։ Վախ էր։ Ոչ։ Ես ուզում եմ հայրիկիս հետ մնալ։ Ինչո՞վ։ Որովհետև նա ինձ սիրում է։ Նա ինձ խնամում է։ Ինձ հետ խաղում է։ Ինձ օգնում է դասերիս հարցում։ Իսկ մայրս։ Նա միշտ գնում է։ Միշտ ինձ թողնում է։ Եվ երբ նա այստեղ է, բարկանում է, եթե ես աղմկում եմ, եթե ուզում եմ խաղալ։ Նա չի սիրում ինձ հետ մնալ։ Դատավորը մի քանի հարց էլ տվեց։ Հարցրեց Գաբրիելի առօրյայի, դպրոցի, տանը իրեն զգալու մասին։ Եվ հետո հարցրեց Մարիամի մասին։ Իսկ Մարի մորաքույրը։ Ինչպես է, որ նա ձեր տանն է ապրում։ Գաբրիելի դեմքն առաջին անգամ լուսավորվեց։ Մարի մորաքույրը աշխարհի ամենալավ մարդն է։ Նա ինձ խնամում է։ Օգնում է, երբ ասթմայի նոպա եմ ունենում։ Համեղ ուտելիք է պատրաստում։ Ինձ Սոֆիայի հետ խաղում է։ Նա մոր պես է։ Իսկական մայր, որը մնում է, որը չի գնում։ Իսկ Սոֆիան։ Նա իմ լավագույն ընկերն է։ Մենք ամեն օր խաղում ենք։ Ես նրան բաներ եմ սովորեցնում։ Նա էլ ինձ է բաներ սովորեցնում։ Կարծես իմ քույրը լինի։ Դատավորը շնորհակալություն հայտնեց, բաց թողեց Գաբրիելին։ Սոցիալական աշխատողը տղային հետ տարավ դահլիճից դուրս։ Մարիամը լուռ լաց էր լինում։ Ռուբենը նույնպես արցունքոտ աչքեր ուներ։ Գաբրիելի խոսքերն այնքան մաքուր, այնքան անկեղծ էին։ Անհնար էր չհուզվել։ Ջուլիետայի փաստաբանը փորձեց շրջանցել իրավիճակը։ Ասաց, որ երեխան շփոթված է, որ նրան մանիպուլյացիայի են ենթարկել։ Բայց ակնհայտ էր, որ ցուցմունքը ազդեցություն էր թողել։ Դատավորը մտածկոտ արտահայտություն ուներ դեմքին։ Այդ ժամանակ տեղի ունեցավ մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Ջուլիետայի փաստաբանը ցուցադրեց ավելի շատ լուսանկարներ։ Ռուբենի Մարիամի լուսանկարները այգում միասին ծիծաղելիս։ Երեխաների լուսանկարները խաղալիս։ Փորձում էր այդ երջանիկ պահերը վերածել ինչ-որ ստոր, ամոթալի բանի։ Բայց դա անելով, այդ պատկերները դատարանի մեծ էկրանին դնելով, Ջուլիետայի ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Նա տեսավ իր որդուն լուսանկարներում։ Տեսավ Գաբրիելին ժպտալիս։ Իսկապես ժպտալիս։ Մի անկեղծ երջանկություն, որը նա երբեք չէր կարողացել կորզել նրանից։ Տեսավ տղային Սոֆիայի հետ գրկախառնված, խաղալիս, ազատ, թեթ։ Եվ տեսավ Ռուբենին։ Նախկին ամուսնուն, որին նա մեղադրել էր ամեն ինչում, որին մեղադրել էր սառը հեռու լինելու մեջ, հիմա այնտեղ էր լուսանկարներում, նույնպես ժպտում էր։ Մասնակցում էր։ Ներկա էր։ Կենդանի էր։ Ռուբենը ոտքի կանգնեց։ Դատավորից խոսելու թույլտվություն խնդրեց։ Եվ հետո, ամուր, բայց հուզմունքով լի ձայնով, խոսեց. Ձերդ գերազանցություն, ես լիովին անկեղծ կլինեմ։ Ճիշտ է, որ ես բացակա հայր էի։ Ամուսնությանս ընթացքում տարված էի աշխատանքով։ Կարծում էի, որ ֆինանսապես ապահովելը բավարար է։ Բայց սխալվում էի։ Շատ էի սխալվում։ Դրա պատճառով կորցրի իմ որդու կյանքի թանկարժեք տարիները։ Եվ երբ ամուսնությունն ավարտվեց, երբ Ջուլիետան գնաց, ես կորած էի։ Չգիտեի, թե ինչպես հայր լինել։ Չգիտեի, թե ինչպես կապ հաստատել Գաբրիելի հետ։ Մինչ որ հայտնվեց Մարիամը։ Նա նայեց Մարիամին, աչքերը փայլում էին։ Նա ոչ միայն փրկեց իմ որդու կյանքը, երբ նա ասթմայի նոպա ունեցավ։ Նա փրկեց նա ինձ։ Սովորեցրեց ինձ ներկա լինել։ Ցույց տվեց, որ սերը ոչ միայն նյութապես ապահովելն է։ Դա այնտեղ լինելն է։ Գրկելն է։ Մասնակցելն է։ Լսելն է։ Եվ այո, ես սիրահարվեցի նրան։ Ինչպես չսիրահարվեի։
Նա այն ամենն է, ինչ ես միշտ ուզել եմ լինել։ Ուժեղ, խիզախ, նվիրված։ Նա սառը տունը վերածեց օջախի։ Եվ ես դա չեմ ստելու։ Չեմ թաքցնելու։ Սիրում եմ այս կնոջը։ Եվ ամուսնանալու եմ նրա հետ։ Որովհետ նա արժանի է։ Որովհետ իմ որդին արժանի է իսկական մայր ունենալու։ Մի մայր, որը մնում է։ Մի մայր, որը սիրում է։ Ջուլիետան դողում էր։ Ձեռքերն ամուր սեղմում էին պայուսակը։ Նա նայեց Ռուբենին, հետո Մարիամին, հետո էկրանի լուսանկարներին։ Եվ հետո նայեց իր կողքի փաստաբանին։ Այն սառը կնոջը, որը համոզել էր նրան, որ կկարողանա Գաբրիելին խլել հորից։ Որն ասել էր, որ դա հեշտ կլինի։ Որ բավական է ցույց տալ, որ Ռուբենն անպատշաճ կյանք է վարում։ Բայց այնտեղ այդ դատարանում, լսելով նախկին ամուսնու խոսքերը, լսելով, թե ինչ էր ասել սեփական որդին, Ջուլիետան հասկացավ, որ անպատշաճն ինքն է։ Ինքն էր, որ լքել էր։ Ինքն էր, որ ընտրել էր կյանք այլ երկրում, որդու համար ներկա լինելու փոխարեն։ Եվ նորից նույնն էր անում։ Գաբրիելին օգտագործում էր որպես զենք Ռուբենին վիրավորելու համար։ Ոչ թե տղայի հանդեպ սիրուց, այլ զայրույթից, վիրավորանքից։ Վիրավորված հպարտությունից, տեսնելով նախկին ամուսնուն երջանիկ մեկ այլ կնոջ հետ։ Դատավորը պատրաստվում էր խոսքը տալ Ջուլիետայի փաստաբանին, երբ նա կտրուկ ոտքի կանգնեց։ Բոլորը զարմացած նայեցին։ Դոկտոր Հելենա, կարող եմ խոսել։ Փաստաբանը փորձեց պահել նրան, շշնջալով, որ դա լավ գաղափար չէ։ Բայց Ջուլիետան անտեսեց։ Շրջվեց դեպի դատավորը։ Ձեր գերազանցություն, կարող եմ մի քանի խոսք ասել։ Դատավորը գլխով արեց, հետաքրքրված։ Ջուլիետան խորը շունչ քաշեց։ Արցունքներն արդեն հոսում էին դեմքով։ Ես ուզում եմ հետ վերցնել հայցը։ Դահլիճում շշուկ տարածվեց։ Նրա փաստաբանը գունատվեց։ Ջուլիետա, սպասիր, եկ նախ խոսենք։ Բայց Ջուլիետան գլխով բացասական շարժում արեց։ Ոչ։ Արդեն շատ եմ խոսել։ Արդեն շատ եմ ստել։ Հիմնականում, ինքս ինձ։ Ճշմարտությունն այն է, որ ես չեմ ուզում Գաբրիելի խնամակալությունը։ Երբեք իսկապես չեմ ուզել։ Ուզում էի Ռուբենին վիրավորել։ Ուզում էի ապացուցել, որ դեռ իշխանություն ունեմ նրա վրա։ Բայց այսօր տեսա իմ որդուն։ Տեսա վախը նրա աչքերում, երբ հարցրին, թե ուզում է ինձ հետ ապրել։ Եվ ցավեց։ Շատ ցավեց։ Որովհետ հասկացա, որ օտար եմ նրա համար։ Որ լքել եմ իմ սեփական որդուն, իմ կյանքն ապրելու համար։ Եվ հիմա, երբ տեսնում եմ, որ Ռուբենը վերջապես երջանիկ է, որ Գաբրիելը երջանիկ է, որ այդ տանը իսկական սեր կա, ես փորձելու եմ դա քանդել։ Ինչի՞ համար։ Հպարտությունից։ Զայրույթից։ Նա նայեց ուղիղ Մարիամին։ Դու փրկեցիր իմ որդուն։ Երբ ես այնտեղ չէի, երբ պետք է լինեի, դու էիր։ Դու նրան գրկեցիր, օգնեցիր շնչել, խնամեցիր նրան։ Եվ շարունակում ես խնամել։ Շարունակում ես լինել այն մայրը, որը ես երբեք չկարողացա լինել։ Եվ շնորհակալություն հայտնելու փոխարեն, ես փորձեցի քեզ ոչնչացնել։ Փորձեցի քեզ ներկայացնել որպես շահամոլ, որպես պատեհապաշտ։ Բայց ճշմարտությունն այն է, որ նախանձում եմ։ Նախանձում եմ, որովհետև դու կարողացար անել այն, ինչ ես երբեք չկարողացա։ Իսկապես սիրել այդ տղային։ Սիրել, առանց որևէ բան ակնկալելու։ Ջուլիետան նորից շրջվեց դեպի դատավորը։ Ուզում եմ հետ վերցնել խնամակալության հայցը։ Իմ որդին լավ է այնտեղ, որտեղ կա։ Իր հոր հետ։ Այն կնոջ հետ, որին հայրը սիրում է։ Եվ ես ուզում եմ միայն այցելություններ։ Կանոնավոր այցելություններ, որտեղ կկարողանամ փորձել ավելի լավ մայր լինել։ Որտեղ կկարողանամ փորձել իսկական հարաբերություններ կառուցել իմ որդու հետ։ Եթե նա ինձ թույլ տա։ Եթե նա ուզենա ինձ այդ հնարավորությունը տալ։ Դահլիճում լիակատար լռություն էր։ Նույնիսկ Ջուլիետայի փաստաբանը խոսք չուներ։ Դատավորը նայեց Ռուբենին։ Պարոն Ռուբեն, ո՞րն է ձեր դիրքորոշումը այցելությունների վերաբերյալ։ Ռուբենը նույնպես լաց էր լինում հիմա։ Ես երբեք չեմ մերժել Ջուլիետայի այցելությունները։
Նա միշտ ողջունված է եղել Գաբրիելին տեսնելու համար։ Եվ դեռ այդպես է։ Եթե նա իսկապես ուզում է ներկա լինել, եթե իսկապես ուզում է ավելի լավ մայր լինել, ես կաջակցեմ դրան։ Գաբրիելն արժանի է իր կյանքում երկու ծնողներին էլ ունենալու։ Դատավորը գլխով արեց, ակնհայտորեն հուզված այս ամբողջ իրավիճակից։ Շատ լավ։ Ես կհաստատեմ խնամակալության հայցից հրաժարվելը, կսահմանեմ այցելությունների ռեժիմ։ Խնամակալությունը մնում է հորը։ Եվ այստեղ գրանցում եմ, որ տիկին Մարիամ Սիլվան ճանաչվում է որպես երեխայի կյանքում գլխավոր խնամակալ մայրական կերպար։ Նա հարվածեց մուրճով։ Որոշված էր։ Մարիամն այլս չկարողացավ զսպել իրեն։ Լաց էր լինում առատորեն, թե թացած։ Ռուբենն ամուր գրկեց նրան։ Դահլիճի մյուս կողմում Ջուլիետան նույնպես լաց էր լինում, բայց նրա լացի մեջ ինչ-որ այլ բան կար։ Դա ազատագրման լաց էր։ Վերջապես ճշմարտությունն ընդունելու։ Վերջապես անխուսափելիի դեմ պայքարը դադարեցնելու։ Երբ դուրս եկան դատարանից, Ջուլիետան մոտեցավ Ռուբենին Մարիամին։ Կանգնեց նրանց դիմաց, չիմանալով, թե ինչ ասել։ Շնորհակալություն։ Ինձ չատելու համար։ Թույլ տալու համար, որ շարունակեմ Գաբրիելի կյանքի մաս կազմել։ Ռուբենը գլխով արեց։ Նա քո որդին է։ Միշտ կլինի։ Ջուլիետան նայեց Մարիամին։ Եվ շնորհակալություն։ Նրան խնամելու համար։ Նրան սիրելու համար, երբ ես այնտեղ չէի։ Մարիամը ձեռքը մեկնեց։ Ջուլիետան տատանվեց, բայց ի վերջո սեղմեց։ Գաբրիելն արժանի է իր շուրջն ունենալ բոլոր մարդկանց, ովքեր սիրում են իրեն։ Եվ եթե դու իսկապես ուզում ես ավելի լավ մայր լինել, ես կաջակցեմ դրան։ Ջուլիետան համաձայնեց, հեռացավ։ Նստեց մեքենան, փաստաբանի հետ գնաց։ Ռուբենն ու Մարիամը կանգնած մնացին դատարանի դիմաց, դեռ ընկալելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Ավարտվեց։ Իսկապես ավարտվեց։ Մարիամը գլուխը դրեց Ռուբենի կրծքին։ Այո։ Ավարտվեց։ Նրանք վերադարձան տուն, գտան Գաբրիելին ու Սոֆիային այգում խաղալիս, դայակի ուշադիր հայացքի ներքո։ Երբ Գաբրիելը տեսավ հորն ու Մարիամին, վազեց նրանց մոտ։ Ես կարող եմ մնալ։ Ես պետք չէ, որ գնամ։ Ռուբենը ծնկի իջավ, ամուր գրկեց որդուն։ Կարող ես մնալ, չեմպիոն։ Միշտ կմնաս։ Այստեղ քո տունն է։ Քո օջախը։ Գաբրիելը գրկեց նա Մարիամին, լաց լինելով թեթությունից։ Սոֆյան միացավ գրկախառնությանը, շատ բան չհասկանալով, բայց ուրախ լինելով բոլորին միասին տեսնելու համար։ Եվ այնտեղ, այդ այգում, որտեղ այդքան շատ լավ բաներ էին տեղի ունեցել, որտեղ այդքան շատ ծիծաղ էր հնչել, նրանք գրկախառնված մնացին։ Ընտանիք։ Ոչ արյունով։ Ոչ փաստաթղթերով։ Այլ ընտրությամբ։ Սիրով։ Մնալու որոշմամբ։ Հաջորդող ամիսները վերականգնման ամիսներ էին։ Ջուլիետան սկսեց կանոնավոր այցելել Գաբրիելին։ Սկզբում այցելությունները լարված էին։ Գաբրիելը պաշտպանական դիրքում էր, վախենում էր, որ նա նորից կգնա։ Բայց քիչ-քիչ, համբերությամբ թերապիայով, մոր-որդու հարաբերությունները սկսեցին բուժվել։ Ջուլիետան սովորեց ներկա լինել, լսել, մասնակցել տղայի կյանքին, առանց փորձելու ամեն ինչ վերահսկել։ Եվ Գաբրիելը սովորեց երկրորդ հնարավորություն տալ։ Մարիամն ու Ռուբենը պաշտոնականացրին իրենց ամուսնությունը առանձնատան այգում կազմակերպված պարզ արարողությամբ։ Միայն մտերիմ ընկերներ, հարազատներ։ Գաբրիելը մատանիների կրողն էր։ Սոֆյան ծաղիկներ բերող աղջնակը։ Երկու երեխաները հպարտությամբ տարան մատանիները, անընդհատ ժպտալով։ Երբ արարողավարը հարցրեց Ռուբենին, թե ընդունում է արդյոք Մարիամին որպես կին, նա պատասխանեց ամուր հուզված ձայնով. Ընդունում եմ։ Ամբողջ սրտով։ Եվ երբ հարցրին Մարիամին, նա նայեց Ռուբենին, Գաբրիելին, Սոֆիային, զգաց հսկայական երախտագիտություն։ Ընդունում եմ։ Հավերժ։ Համբույրը կնքեց միությունը։ Հյուրերը ծափահարեցին։ Երեխաները ուրախությունից բացականչեցին։ Եվ այդ պահին, Երանի կապույտ երկնքի տակ, Մարիամը հասկացավ, որ գտել է այն, ինչ միշտ փնտրել է։ Տուն։ Ընտանիք։ Իսկական սեր։ Ռուբենը սկսեց Սոֆիայի որդեգրման գործընթացը։
Ուզում էր պաշտոնապես լինել նրա հայրը, տալ նրան Ալավերդյան ազգանունը, երաշխավորել, որ նա ունենա օրինական դստեր բոլոր իրավունքները։ Սոֆյան, որն արդեն ամիսներ շարունակ Ռուբենին հայրիկ էր կոչում, հիացած էր լուրից։ Եվ Մարիամը հուզմունքից լաց եղավ, տեսնելով, թե ինչպես է իր սիրելի տղամարդը սիրում իր դստերը, կարծես իրենը լիներ։ Ամուսնությունից 1 տարի անց Մարիամն այգում հետում էր, թե ինչպես է Գաբրիելը Սոֆիային սովորեցնում հեծանիվ քշել։ Ռուբենը կողքին էր, հպարտ ժպտում էր։ Տունը լի էր կյանքով, աղմուկով, ուրախությամբ։ Այս ամենը իրական չէր թվում։ Երազի էր նման։ Բայց իրական էր։ Շատ իրական։ Մարիամը մտածեց այն օրվա մասին, երբ իրեն ազատել էին այդ հյուրանոցից։ Այն օրվա մասին, երբ դուրս էր եկել հետի դռնից, նվաստացած, բռնած իրերի փոքրիկ տուփը։ Մտածեց, թե ինչպես էր իրեն կորած, անհույս զգացել։ Եվ հիմա շուրջը նայում էր տեսնում այն ամենը, ինչին հասել էր։ Ոչ շահի համար։ Ոչ պատեհապաշտության։ Այլ ճիշտ բան անելու համար։ Երեխայի կյանք փրկելու համար։ Սիրո ճանապարհն ընտրելու համար, նույնիսկ երբ դա ամենադժվար ճանապարհն էր։ Ռուբենը մոտեցավ հետից գրկեց նրան, համբուրելով գլխի կատարը։ Ինչի՞ մասին ես մտածում։ Այն մասին, թե որքան տարօրինակ է կյանքը։ Թե ինչպես կարող է մի պահն ամեն ինչ փոխել։ Նա շրջեց նրան, որ դեմ դիմաց կանգնեն։ Այդ պահը փոխեց նա իմ կյանքը։ Այն օրը, երբ տեսա, թե ինչպես ես դու փրկում Գաբրիելին, տեսա մի բան, որը մոռացել էի, որ գոյություն ունի։ Տեսա մաքուր բարություն։ Տեսա խիզախություն։ Տեսա անշահախնդիր սեր։ Եվ սիրահարվեցի։ Ոչ քո արտաքինի համար։ Ոչ նրա համար, ինչ դու կարող էիր ինձ տալ։ Այլ նրա համար, ինչ դու կաս։ Քո էության համար։ Մարիամը քնքշորեն համբուրեց Ռուբենին։ Շնորհակալություն։ Ինձ այս հնարավորությունը տալու համար։ Ինձ հավատալու համար։ Ինձ սիրելու համար, նույնիսկ երբ ես կարծում էի, որ արժանի չեմ սիրվելու։ Դու միշտ արժանի ես եղել։ Միշտ արժանի ես եղել այն ամեն լավին, ինչ կյանքը կարող է առաջարկել։ Նրանք մնացին այնտեղ, գրկախառնված, հետելով երեխաների խաղին։ Եվ Մարիամը գիտեր, որ սա իր տեղն է։ Այստեղ, այս այգում, այս ընտանիքի հետ, որն ինքն էր ընտրել, որն իրեն էր ընտրել։ Դա իր օջախն էր։ Եվ ոչինչ ու ոչ ոք չէր կարող դա իրենից խլել։ Տարիներն անցան։ Գաբրիելը մեծացավ, դարձավ բարի ու պատասխանատու պատանի։ Սոֆյան ծաղկեց, դառնալով խելացի կյանքով լի աղջիկ։ Ռուբենը շարունակեց լինել ներկա հայր սիրող ամուսին։ Եվ Մարիամը, այն կինը, որին մի օր անարդարացիորեն ազատել էին շքեղ հյուրանոցից, այժմ տանտիկինն էր։ Ոչ որպես սպասուհի, այլ որպես կին։ Որպես մայր։ Որպես այդ օջախի տիրուհի։ Կիրակի առավոտներին, երբ ամբողջ ընտանիքը հավաքվում էր նախաճաշի, Մարիամը նայում էր սեղանի շուրջ լիակատար երջանկություն էր զգում։ Գաբրիելն ու Սոֆյան կատակով կռվում էին։ Ռուբենը կարդում էր թերթը, ընթերցանության ակնոցներով։ Տնից թարմ հացի սուրճի բույր էր գալիս։ Դա պարզ էր։ Սովորական էր։ Բայց դա այն ամենն էր, ինչ նա միշտ ցանկացել էր։ Եվ ամեն ինչ սկսվել էր մի մոռացված ծառայողական միջանցքում արված բարի արարքից։ Մի պահից, երբ նա ընտրել էր ռիսկի դիմել իր աշխատանքով, մի կյանք փրկելու համար։ Եվ այդ ընտրությունը փոխել էր ոչ միայն այդ երեխայի կյանքը, այլ իր կյանքը։ Բացել էր դռներ, որոնց գոյության մասին նա նույնիսկ չգիտեր։ Բերել էր սեր, ընտանիք, պատկանելություն։ Մարիամը սովորեց, որ ճիշտ բան անելը միշտ չէ, որ անմիջական պարտքներ է բերում։ Երբեմն դա տառապանք է բերում։ Երբեմն ցավ։ Բայց ի վերջո, միշտ արժե դրան։ Որովհետև բարությունը փոխակերպող ուժ ունի։ Կյանքեր փոխելու ուժ։ Կամուրջներ կառուցելու։ Հավերժ տող կապեր ստեղծելու։ Եվ մինչ հետում էր իր ընտանիքին, որը հավաքվել էր այդ արոտ կիրակի առավոտյան, Մարիամը երախտագիտության աղոթք շշնջաց։ Երախտագիտություն, խիզախություն ունենալու համար։ Երախտագիտություն, սերն ընտրելու համար։ Երախտագիտություն, ամենաանհավանական վայրում գտնելու այն ընտանիքը, որի մասին միշտ երազել էր։